Բարև ձեզ, կներեք, որ ուշացումով ենք սկսում մեր քննարկումը, ինչպես երևի շատերը գիտեք կամ մի մասը չգիտի, 2007 թվականից Հայաստանում գործում է լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը քննարկում է տարբեր կոնֆլիկտային հարցեր, բողոքներ լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ եւ փորձում է իր եզրակացություններով եւ ինքնակարգավորման սկզբունքների հիման վրա բերել մեր լրատվական դաշտը, գոնե պրոֆեսիոնալ լրատվական դաշտը այնպիսի վիճակի, երբ կոնֆլիկտները լրագրողների եւ հանրության հետ հնարավորինս նվազում են եւ լրատվամիջոցները առավել արդյունավետ են կատարում իրենց առաքելությունը, ինչպես նաեւ աշխատում են հասարակական պահանջարկին համապատասխան։ Եվ այսօր մենք փորձում ենք նաև ինտերնետային հեռարձակման շնորհիվ հասցնել մեր աշխատանքի մեխանիզմները, ընթացքը լայն հանրությանը եւ այսօր փաստորեն դիտորդ մարմնի հերթական նիստն է, որին կարող են հետևել նաև մեր համաքաղաքացիները եւ հասկանան ինչպես են տարբեր քննարկվող հարցեր գտնում իրենց գնահատականը, իրենց լուծումը մեր աշխատանքում։ Եվ որպես առաջին թեմա քննարկման մենք ընտրել ենք մի զարգացում մեր քաղաքական հասարակական կյանքում, որը վերջերս է տեղի ունեցել։ Դեկտեմբերի 23-ին, ինչպես գիտեք, խորհրդարանում քննարկում էր հայ-ռուսգազարդի վերաբերյալ գործարքի վավերացման խնդիրը եւ այդ քննարկման ժամանակ լրագրողները, որոնք պետք է որ լուսաբանեին այդ խորհրդարանական քննարկումը, հանդես եկան նաև քաղաքացիական ակցիայով։ Եվ դրա շուրջ եղել են բազմաթիվ հրապարակումներ, հայտնվել են տարբեր կարծիքներ եւ լրատվամիջոցներում եւ դրանից դուրս։ Եվ մենք այսօր դիտորդ մարմնի նիստում կփորձենք հասկանալ արդյոք այստեղ կար լրագրողական էթիկայի խախտում, երբ լրագրողը ոչ թե լուսաբանում էր, այլ նաև ինչ որտեղ փորձում են ներազդել քննարկման ընթացքի վրա եւ որոշումներ կայացնելու վրա։ Ես կխնդրեի, որպեսզի մեր դիտորդ մարմնի անդամները արտահայտվեին, իրենց կարծիքը ասեին եւ հետո մենք կփորձենք նաեւ մեզ մոտ ընդունված վարքականոնի հիման վրա տալ գնահատական այդ երևույթին, տալ գնահատական լրագրողի վարքագծին։ Խնդրեմ, ումից սկսենք, ով կարող է։ Ինձանից։ Հա, Գեգամ Էմիջալուց երևի առաջիններից մեկն էր, ով արձագանքեց այդ ակցիային եւ տարբեր կողմերից փորձեց գնահատել։ Խնդրեմ, Գեգամ։ Երևի կրկնեմ այն ինչ որ հավաքվել է այս թեմայի շուրջ ու ոնց որ իրավիճակը ոնց է ու ինչ գնահատականներ կային։ Եթե իմ ռեակցիաների մասին խոսեմ, առաջին ռեակցիան այն էր, որ եղել է էթիկայի խախտում, հետո քննարկումներից հետո այսպիսի մի միտք եկավ, որ գուցե այդտեղ գործել է ոչ թե դասական էթիկան, այլ խոսել է իրադարձային էթիկան եւ գուցե իրադարձային էթիկայի մեջ կարելի է դիտարկել նման պահվածքը լրագրողների, ովքեր որ ազգային ժողովում էին իրենց աշխատանքը մասնագիտական գործանալու համար եւ ըստ էության դարձան քաղաքական գործընթացի մաս, ուզենք թե չուզենք, այդ գնահատականը շատ մեծ եթե գնահատենք, թե քաղաքական գործընթացի մաս դառնալ է իմ կարծիքով։ Եվ եթե մենք նորից ասենք, եթե գնահատելու լինեմ, եթե մենք ընդունենք, որ այդ պահին, այդ իրադարձությունում լրագրողների քայլը էթիկապես կարող է արդարացված լինել, այդ պահին, այդ իրադրությունում լրագրողները հանդես էին գալիս որպես ազգային ժողովի պարիսպների մոտ հավաքված իրենց ընկերների, գործընկերների ձայն, միևնույն է իմ կարծիքով լրագրողները, ովքեր որ այդ ակցիան անում էին, խոսքը 4-ի մասին չի, խոսքը նաև լրագրողական սենյակում նստած եւ ապակիներին հարվածելու միջոցով իրենց վերաբերմունքը արտահայտող լրագրողների մասին է, նրանք բոլորը չպետք է այդ մասին նյութեր պատրաստեին, իմ կարծիքով։ Ձեր կարծիքն է։ Ուրեմն իմ կարծիքն հետեւյալն է. առաջին, երբ
որ մենք խոսում ենք նիստին ներկա լրագրողների, ովքեր մասնակցում էին այս ակցիային պահվածքի մասին, առաջին հերթին պետք է հարցնենք, իսկ արդյոք նրանք ունեն ստորագրած էթիկայի կանոն թե ոչ, որովհետև ժուրնալիստական էթիկան դա համընդհանուր ընդունված կանոն չի, դա կամավոր ընդունող սկզբունք է։ Եթե ես չեմ ստորագրել որևէ կանոնագիր, եթե ես չեմ պարտավորվել այս կամ այն իրավիճակում վարվել այսպես կամ այնպես, դուք ինձ չեք կարող մեղադրել չեղած բանը խախտելու մեջ։ Բուն 3-ը պետք է ակցիային անում դահլիճում 4-ից միայն մեկը Գրիշա Բալասանյանը ենթադատ է էթիկայի կանոնագրի, որովհետև նա հետ օրաթերթի աշխատակից է, որ ունի էթիկայի կանոնագիր եւ որի կանոնագրում գրված է շահերի բախումից խուսափելու սկզբունքը։ Այստեղ ակնհայտորեն, եթե ստորագրած լինեի շահերի բախման սկզբունքի ակնհայտ խախտում կա, բայց նորից եմ ասում, եթե ունենային էթիկայի կանոնագիր։ Գրիշա Բալասանյանը շարժվեց այն էթիկական այն սկզբունքով, որը շարադրված է, այսինքն շահերի բախումից խուսափեց։ Ինքը չլուսաբանեց այդ օրվա նիստը, չլուսաբանեց ոչինչ, որը ինքը անձամբ չի լուսաբանել։ Ինքը չի լուսաբանել։ Այսինքն, քանի որ այդ պահին հանդես է եկել ոչ թե որպես լրագրող, այլ հասարակական գործիչ, ակտիվիստ, որ իր բողոքն է արտահայտում, ճիշտ է, խորհրդան էր մտել լրագրողական վկայականում, որովհետև ուրիշ ճանապարհ չուներ խորհրդան մտնել, հա, մտել էր այնտեղ որպես լրագրող, բայց ակցիա է արել որպես քաղաքական ակտիվիստ, հետևաբար հրաժարվել է այդ նյութը այդ մասին գրելուց, հրապարակելուց եւ այլ, եւ բնականաբար ես հարցրել եմ հետքի խմբագրին, ասած չի լուսաբանել։ Հա եւ հետեւաբար ասել, որ նա խախտել է էթիկան, ես չեմ կարող ասել։ Հաջորդը, եթե մենք ընդունենք համընդհանուր ինչ-որ կանոններ, հա, ասենք կան գոյություն են համընդհանուր կանոններ, ապա միայն ու միայն կարելի է խոսել օրինակ, բայց ոչ թե մենք, այլ դա կարող է անել, չգիտեմ, ազգային ժողովի ղեկավարություն կամ որևէ մեկը, հավատարմագրման կարգը խախտել կարող է համարել, որ խախտվել է հավատարմագրման կարգը, բայց դա արդեն նորմատիվ փաստաթուղթ է, ոչ թե էթիկա։ Եթե մենք խոսում ենք էթիկական կանոնների մասին, ապա կրկնում եմ, առաջին հարցը պիտի լինի, ունեին արդյոք նրանք էթիկական կանոնագիր, որը կարող էին խախտել կամ չխախտել։ Եթե չունեին, նշանակում է ոչինչ չեն խախտել։ Շնորհակալ, ես երևի կարճ ներկայացնեմ նաև մեր ելույթ ունեցողներին, հա, Գեղամ Վարդանյանը մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսերն է, իսկ Մեսրոպ Հարությունյանը լրագրող, արձակագիր եւ մեդիա փորձագետ։ Ես մինչեւ հաջորդ մեր գործընկերոջը ձայնը փոխանցելը կուզենայի հետեւյալ հարցերը բարձրացնել, հիմնականում Մեսրոպի արտահայտած կարծիքի հետ կապված։ Արդյոք եթե լրագրողը սկսում է զբաղվել պրոֆեսիոնալ կերպով լրագրությամբ, դա չի նշանակում, որ արդեն իսկ ինքը ենթակա է որոշ համընդհանուր, կան նաև համընդհանուր պրոֆեսիոնալ նորմեր եւ պարտադիր չի, որ ինքը որևէ բան ստորագրի։ Այլ բան է, եթե ինքը ստորագրում է, ապա դրան կարող է հետևել նաև շատ կոնկրետ պատասխանատվություն։ Եթե չի ստորագրել, կոնկրետ պատասխանատվություն չկա, բայց ընթերցողի հասարակության նկատմամբ ինքը ամեն դեպքում պատասխանատվություն կրում է որպես պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվող մարդ։ Չեք գտնում, որ այդպես։ Ես դրա հետ համաձայն եմ, հասարակությունը կարող է հետո, երբ որ ինքը սկսի լուսաբանել, դա չհավատալ իրեն, ասել դու օբյեկտիվ չես, որովհետև կողմ ես եղել եւ այլն, բայց ես իրեն մեղադրել, որ դու էթիկա ես խախտել, չեմ կարող։ Ինչու՞։ Որովհետև ինքը ասում է ես էթիկայի կանոն չունեմ։ Մասնագիտության տեր մարդու գործունեության վերաբերյալ կարելի է հայտնել կարծիք։ Նաև ինչքանով ինքը պահպանում է էթիկան։ Այդ դեպքում հանած ինչ է։ Ուզում եմ ասել, ես տեսական բան եմ առայժմ ասում, ոչ թե կոնկրետ այս դեպքի հետ կապված, տեսական վերաբերյալ։ Ես այդ հարցում մի քիչ ծայրահեղական եմ, գուցե թե ծայրահեղական մտածողություն եմ, ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում կամավոր վերցվող պարտավորությունների համակարգ է, եւ կամավոր չվերցրած մարդուն, այսինքն գրագողություն ասում իրեն զրկել լրագրողի պատասխանատվության ենթարկել չես կարող։ Հասարակությունը չի վստահի իրեն, բայց դու իրեն չես կարող պատասխանատվություն ենթարկել։ Իր պատասխանատվությունը կլինի այն, որ հասարակությունը իրեն չի վստահի, իրեն չի կարծա, իր լրատվամիջոցը կպակվի եւ մնացած բոլոր բաները։ Այլ լրագրողները նույնպես կարծիք հայտնել իր Միանգամից Մեսրոպին սկսեցին։ Բայց սկզբից Աշոտն էր, հա, ուզում ելույթ։ Բայց ես ուղղակի հարցնում եմ, ես այս բանին չեմ ունենում, ուղղակի հարցնում եմ, եթե դա կամավոր է,
Ինչու ես դու պարտադիր դասավանդում մեդիա էթիկա Ես դասավանդում եմ, ես դասավանդում եմ եւ ամեն դասին ասում եմ, որ այն ինչ ես ասում եմ, սրանք ընդհանրապես խորհուրդներ են, սրանք կամավոր ընդունվող կանոններ են։ Դուք երբ որ աշխատեք, փորձեք առաջնորդվել այս սկզբունքներով, փորձեք ընդունել այդ կանոնները։ Երբեք չեմ բացատրել։ Դու չես պարտադրել, բայց առարկան պարտադրված է որպես լրագրության մասնագիտության մաս։ Ես առայժմ սրանով ավարտում եմ։ Բայց ես որոշ պարտավորություն լրագրողի համար տեսնում եմ եւ կարծում որ դե երկու տեսակետին էլ ես տեսակետեր հարգում եւ կարծում եմ որ երկուսն էլ իրար տեղա եւ հիմնավորումներ ունեն, բայց ես հարցը մի քիչ այլ կերպ գտնում եմ։ Արդյոք այդ մեր գործընկերները գործել են որպես լրագրողներ այդտեղ այդ բանը։ Կարծում եմ ոչ։ Որովհետեւ լրագրողի պարտականությունները այլ են Ես էթիկայի առայժմ չեմ խորհրդում էթիկայի մեջ։ Ուղղակի որպես լրագրող են գործել, թե որպես քաղաքական ակտիվիստներ, թե որպես քաղաքացիներ, որոնք ակտիվորեն ուզեցել են իրենց դիրքորոշումը արտահայտել, որի իրավունքը իրանք ունեն, միգուցե այդ պայմաններում, իսկ պայմանները էքստրեմալ էին, հենց այդպես էլ պետք է անի քաղաքացին միգուցե։ Բայց այն բանին, երբ որ լրագրողը դնում է մի կողմ գրիչը, համակարգիչը եւ այլն եւ բացացնում է իր կոչը, այդ պահին արդեն ինքը դադարում է դառնալ լրագրող եւ դառնում է ուղղակի ակտիվիստ, ակտիվ քաղաքացի իր դիրքորոշումը ներկայացնող։ Իհարկե, այստեղ երկրորդ կողմը կա, իսկապես այնքան էքստրեմալ պայմաններ են եւ իշխանությունները այնպեսի չեմ ամաչի այդ բառից լկտիաբարին այդ իրանք դիրքորոշումը առաջ տանում, որ այդտեղ երևի թե շատերը քաղաքացիներից դուրս կգային իրենց ափերից։ Դա հասկանալի է, բայց ես միշտ ասում եմ, այստեղ ես եմ ծայրահեղական։ Ես կարծում եմ, որ լրագրողը պետք է մնա միշտ իր բարձունքի վրա, եթե ինքը որոշել է լրագրությամբ զբաղվել, ուրեմն այդ բառագարն էլ պետք է լրագրությամբ զբաղվել, ինքը պետք է հավաքել փաստերը, ինքը ամեն ինչ պետք է այնտեղ նկատել եւ ամբողջ իր ասածը ասել իր նյութում։ Շնորհակալ եմ։ Ես ներկայացնեմ Մելիքյան Աշոտ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ եւ Նեյլ Նալբանդյան, Արմենիա հեռուստաընկերության գլխավոր խմբագիր։ Ես ասեմ, որ քանի որ խնդիրը այնքան էլ པարզ չի, ահա ինչու մենք հավաքվել եւ քննարկում ենք սա։ Եթե շատ པարզ էր, մենք չէինք քննարկել խնդիրը։ Ուրեմն նշանակում է կատարվել է մի բան, որը սայրի վրա է, եւ աճ քայլ կարելի անել եւ ձախ քայլ կարելի անել։ Հետևաբար մեզի յուրաքանչյուր տեսակետը չի կարող լինել վերջնական, մենք կարող ենք պարզապես խոսել ինչ-որ բանի մասին, փորձելով գտնել ընդհանրության եզրեր եւ հասկանալ թե մենք այս պահին ինչ ենք մտածում այդ երևույթի մասին, մենք ինչպես դա կանենք, կամ մենք ինչպես ենք մտածում, թե լրագրողական էթիկայի նորմերը խախտվել են թե ոչ։ Հիմա տեսեք, ես համաձայն եմ, որ եթե չի ստորագրել, պատասխանատվություն չի կրում, բայց ուզում եմ խնդրել նայել մեկ այլ տեսանկյունից։ Իսկ խմբագրությունը որևէ տեքստ ունի տվյալ բանի վերաբերյալ, թե չունի։ Կամ գրավոր պետք է լինի, խմբագրությունը պետք է արգելի լրագրողին գրավոր կերպով արգելի, որ լրագրողը ներքաշվի քաղաքական process-ներին, կամ գոնե բանավոր ջենտլմենական համաձայնություն պետք է լինի, բանավոր խոսք պետք է եղած լինի լրագրողի եւ խմբագրության միջեւ։ Հիմա տեսեք, Armius հեռուստաընկերությունը, որի ներկայացնում եմ ես եւ որի լրագրողը նաեւ այդ լրագրողների մեջ էր, բայց ակցիային չի մասնակցել, ինչ էր արել նա։ Իհարկե լրագրողը կարող է նաեւ զանգել խմբագրություն եւ ասել, այսպիսի բան է տեղի ունենում, ես ինչ անեմ, ենթադրենք, եթե ինքը չի կարողանում տեղում կողմնորոշվել, չէ՞։ Որովհետեւ շատ հաճախ видно է, որ լրագրողը գնում է նկարահանման, դեսպանատան դիմացի մայթին կանգնած նկարում է, ինչ որ մեկը դուրս է գալիս եւ ասում է մի նկարիչ։ Լրագրողը չի կարողանում կողմնորոշվել, ասում է դեսպանատան աշխատակից ինձ արգելում է։ Բայց խմբագրությունը պետք է այնուամենայնիվ ունենա իր ռեցեպտները նման պարագայում, ինչպես պետք է։ Իհարկե պետք է ունենա։ Հետևաբար Armius-ի լրագրողը ինչ էր արել։ Նա չէր մասնակցել ակցիային, նա նկարել էր, թե ինչ է տեղի ունենում եւ տեղի ունեցածից հետո մոտեցել էր իր գործընկեր լրագրողին եւ ասել էր, թե հարց էր տվել միկրոֆոնով, թե ինչու դուք դա արեցիք։ Այսինքն նա լրագրողներին, իր գործընկեր լրագրողներին նայել էր որպես newsmaker-ների, որպես քաղաքական ակցիայի մասնակիցների, որովհետև մեր խմբագրությունում ճիշտ է գրավոր չկա, բայց բանավոր բազմիցս մենք քննարկել ենք այս տիպի խնդիրները եւ անձամբ իմ հորդորն է եղել, որ լրագրողը
չներքաշվի քաղաքական իրադարձություններին, դրանք լուսաբանելիս։ Եթե դու հանրահավաք ես լուսաբանում եւ այնտեղ գրված է պլակատի վրա գրված է կորչի այսինչյանը, դու ստենդափ մի արա ձեռքը բռնելով այդ պլակատը կամ ասենք այդ պլակատով քայլելով։ Դու մի կողմի վրա կանգնած նկարագրիր թե պլակատների վրա ինչ է գրված, մարդիկ ինչ են պահանջում, բայց դու ինքդ մի ներքաշվիր այդ իրադարձությանը։ Մեր լրագրողը, մեր թղթակիցը վարվել է այդ կերպ։ Անկախ նրանից, որ գրավոր տեքստ չկա։ Բայց եթե նույնիսկ գրավոր տեքստ չլիներ եւ մենք բանավոր պայմանավորվածություններ չունենայինք, այս դեպքում մեկ ուրիշ խնդիր մենք պետք է քննարկենք։ Չէ՞ որ լրագրողները հենց այդ պահին չեն գրել դա։ Թղթի վրա գրած, նրանք նախապատրաստված մտել են խորհրդարան, այսինքն իրենք մտել են խորհրդարան արդեն որպես ոչ լրագրող, այսինքն նախապատրաստված։ Այս մեկ, այսինքն խմբագրությունը նաև կարող է իմանալ եւ հաջորդ խնդիրը մենք պետք է դա կարողանանք բացել։ Խմբագրությունը ակցիայից հետո ինչ վերաբերմունք դրսևորեց լրագրողի հանդեպ։ Խրախուսեց դա, պատժեց դա, աչքատող արեց դա, թե ինչ արեց դա։ Որովհետեւ վերհիշեմ, որ սա առաջին դեպքը չի, ընտրությունների ժամանակ, երբ լրագրողը գնում է, ասենք ընդդիմադիր որևէ թերթի լրագրող գնում է որևէ ընտրական տեղամաս եւ տեսնում է խախտումը, ոչ թե ինքը արձանագրում է եւ փաստեր է հավաքում այդ մասին, այլ մտնում է ինչ-որ կռվի մեջ հանձնաժողովի նախագահի հետ, պարտադրում է, որ դու պետք է սա փոխես եւ այլն, մինչդեռ դա լրագրողի պարտականությունների մեջ չի մտնում, դա վստահված անձը կարող է անել, դա ես իմ այնտեղ հանձնաժողովի անդամները կարող են անել, լրագրողը այլ պետք է անի հավաքի փաստը եւ կրկնում ինչ որ ունի ասելու իր նյութու մասին։ Համաձայն եմ։ Եւ սա առաջին անգամ չի, այսինքն այստեղ կլասիկ այն օրինակն է, երբ մեր ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները գործում են որպես քաղաքական ուժի շարունակություն, որպես նույնիսկ ներկայացուցիչ, քաղաքական ուժ եւ քաղաքական գործելությամբ են զբաղվում տվյալ պահին։ Եվ որիշ երբ որ գրում են շատ դեպքերում որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Եվ թե որիշ բաներ կա, ակրեդիտացիա ով է արել այդ լրագրողներին։ Պատասխանատվությունը միանշանակ ընկնում է ակրեդիտացիա անողի վրա այս դեպքում։ Եթե նայենք, հենց այդ էլի ես կոպիտ ասեմ, պատստավկա են արել իր լրատվամիջոցը, նույն լրագրողը, որը տենց իրավունք չունի։ Ինքը կարող է իր ընդվզումը ցույց տալ ուրիշ կերպ, բոյկոտել, չգրել դրա վերաբերյալ, թողնել դահլիճից դուրս գալ, բայց երբ որ վերցնում է պլակատ ձեռքը, կանգնում է կամերայի դիմաց, ես ասում եմ, ես դեմ եմ ու ռադներդ քաշեք, բոլորդ սխալ եք, արդեն լրագրող չի, դա դառնում է քաղաքական գործիչ, որը խաբեբայությամբ ստացել է ակրեդիտացիա, ես տենց եմ իրան հիմա բանանում։ Ես ակրեդիտացիայի դեմ եմ Չէ, եթե նայենք, պարզ նայենք։ Մեսրոպ Մովսյան, Ամեկ Պլյուս հեռուստաընկերության տնօրեն, հիմա հերթականը մեր գործընկերը, որ ելույթի համար խոսք էր խնդրել Գեհան Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ եւ անալիտիկոն ամսագրի խմբագիր, հաջորդը Նունե Սարգսյան եւ Արա Ղազարյան։ Ես կուզենայի խոսել իրավիճակի գնահատման երկու չափանիշների մասին, որոնք խորքում իրար հակադիր են։ Առաջինի մասին խոսելուց առաջ կուզեի հիշեցնել հայտնի դեպքը, որ համոզված են բոլորը դեռ տեղյակ եք։ Խոսքը համացանցում լայնորեն տարածված մի տեսանյութի մասին է եւ հայտնի լուսանկարիչը հայտնվել է շատ դժվարին իրավիճակում, Աֆղանստան թե Իրաք, եւ իրավիճակի հետեւյալն էր Մարտհաստանը ավտոմատը դեմ էր տվել աղջնակի դենքին, իսկ Սիան ետրում թաքնված լրագրողը տեսնում էր այդ ամենը։ Եվ ինչ էր ամենահետաքրքիրը, աղջնակը վերջին պահին նկատել է լրագրողին, Մարտհասպանը չէ, աղջնակը վերջին հույսով նայում է լրագրողին եւ այս երկընտրանքը լրագրողի առաջ հայտնի է, որներ կամ նկարել կամ օգնության հասնել։ Եվ ինչ որ նա գերադասեց կատարել իր մասնագիտական պարտականությունները, հետագայում այդ լուսանկարը արժանացավ միջազգային տարբեր մրցանակների, բայց աղջնակի հայացքը ամբողջ կյանքում հետապնդում էր նրան եւ պարզեց թե ինչով այս ամենը վերջացավ սուիցիդով, ինքնասպանությամբ։
Միջազգային փորձագետները խոսելով այս իրավիճակի մասին սովորաբար հարց այսպես են դնում. կար որևէ մեկը, երրորդ մեկը, որ կարող է միջամտել իրավիճակին։ Եթե երրորդը չկար, ապա լրագրողը պարտավոր է, միգուցե պարտավոր է օգնության հասնել։ Մեր խնդրում օգնությունից ոչ մի բան չէր փոխվի։ Երկու հոգի կզոհվեին մեկի։ Հիմա տեսեք, լուսանկարը չէր լիներ, մրցանակները չէին լինի, մենք մի դեպքում մենք կզրկվեինք լուսանկարից, մյուս դեպքում մենք զրկվեցինք աղջնակից։ Գերամ ջան, հազար ներողություն, երկրորդ օրինակը, երկրորդ չափանիշի մասին կուզեի խոսել, սովորաբար միանշանակ է կարծիքը, որ ասենք, եթե նորմալ պայմաններ են, լրագրողը բնականաբար պիտի կատարի իր մասնագիտական պարտականությունները։ Ոչ նորմալ բնականon պայմաններում, արտահայտված պայմաններում, ֆորս մաժորների դեպքում, արդեն այս միանշանակությունը բնականաբար չկա։ Հիմա տեսեք, ինքնիշխանության վերջին փշրանքներն էին ոչնչացում։ Մի դեպքում աղջնակը, մի դեպքում ինքնիշխանությունը։ Այս պարագայում ասենք, միանշանակ խոսել լրագրողի կողմից մասնագիտական պարտականությունների կատարման մասին երևի այնքան ճիշտ չի լինի։ Բացի դրանից, լավ, եթե լրագրողը չի մասնակցում, ով պիտի ապահովի այն բնականon պայմանները, երբ լրագրողը կարող է կատարել իր մասնագիտական պարտականությունները։ Եթե լրագրողին հանում ենք բնականon պայմաններ ստեղծող հանրությունից։ Լրագրողը ասինքն կարող է հանգիստ սպասել, մինչև մյուսները, նկարիչը, մանկավարժները, տրոլեյբուսի վարորդները, մի խոսքով, հանրության մյուս անդամները ստեղծեն բնականon պայմաններ, որպեսզի լրագրողները կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները։ Ոչ, լրագրողը ևս հանրության անդամ է։ Եվ վերջին չափանիշը, որի մասին կուզեի խոսել, հանրային ընկալման գործոնը, հանրային ընկալման չափանիշը, բացի վարքականոններից տարատեսակ, կա նաև հանրային ընկալման գործոնը։ Տվյալ պարագայում հանրային ընկալումը միանգամայն դրական է։ Եվ հենց ինձ համար այս երրորդ չափանիշ առավել կարևորն է, եւ ես գտնում եմ, որ տվյալ դեպքում լրագրողների վարքը միանգամայն ընկալելի է հանրության համար, եւ սրանով ինձ համար խնդիրը սպառվում է։ Ճիշտ ասած, մենք Գեղամի հետ, որի հետ աշխատում ենք նույն կազմակերպությունում, շատ թեժ, այո, Վարդան Գեղամին կազմակերպություն, քանի որ նա մեդիա նախաձեռնությունների կենտրոնում տնօրեն շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել միասին եւ ընդհանրապես մեզ մոտ գրասենյակում շատ թեժ է եղել այս հարցի շուրջ քննարկումները, որովհետեւ իսկապես ինչպես ասում է միանշանակ չի։ Սա մենք ինչ-որ մի գծի վրայով ենք գնում, որտեղ կարելի է եւ աճ եւ ձախ թեքվել, շատ ամբողջովին համաձայն եմ եւ մի բան եմ ուզում ասել գնելի ասած, որ պայմանագրերը եւ կարծեմ նույնիսկ եթե չեմ սխալվում իրավաբանության մեջ այդպիսի մոտեցումներ կան, պայմանագրերը լինում են եւ գրավոր եւ բանավոր։ Կարող է իսկապես բանավոր պայմանագիր լինել։ Ուրիշ բան, արդյոք իսկապես այդ պայմանագիրը թեկուզ բանավոր տեսքում մեր լրագրողների մոտ եւ մեր լրատվամիջոցներում կա։ Ես վախենում եմ, որ ոչ բոլոր տեղերում, համոզված եմ, որ որոշ տեղերում դա ամեն դեպքում ինչ որ չափով պայմանավորված են այդ կանոնները, բայց բոլոր տեղերում չկան։ Եթե խոսել լրագրողի տեսակետից եւ մասնագետի տեսակետից, մասնագիտական վարքի, հա, տեսակետից, ես կարծում եմ, որ լրագրողները իհարկե չպետք է այլ անեն։ Ես կարծում եմ, որ լրագրողները պետք է իհարկե մնան իրենց մասնագիտական սահմաններում, բայց այս իրավիճակում ասել, որ երբ հասարակություն ուրիշ ներկայացուցիչ չուներ այնտեղ։ Այո, ես ուզում եմ ասել, որ իրականում մի րոպե, իրականում հենց դա էր իմ արգումենտը, որ այդ պահին իրենք հասարակության միակ ներկայացուցիչներն էին եղել ներքև։ Սովորական մահկանացուները, հա, չարժվել ասենք այդ դեպքում մեր դիպուտատները, որոնք իրականում պետք է լինեն հասարակության այո, ներկայացուցիչ, բայց փաստացի լրագրողները այդպես են իրենց գիտակցել։ Եթե ես լինեի գլխավոր խմբագիր, ես շատ վատ կընկալեի այդ փաստը իմ լրագրողի կողմից։ Բայց այնուամենայնիվ ես կփորձեի դա արդարացնել եւ ես գիտեմ, որ որոշ խմբագրերը, որոշ տնօրենները այդպես արել էին, նրանք իսկապես ցույց էին տվել, որպեսզի այդ լրագրողները այդ որևէ մոտ պատրաստեն։ Կարծում եմ սա այս իրավիճակում միակ ելքն է եղել, բայց ես իրենց փոխարեն դա կանեի մի քիչ ավելի հրապարակային, այսինքն
ելույթ կունենայի նաև լրատվամիջոցի կողմից եւ կասեի, որ այս իրավիճակում մենք այսպիսի քայլ ենք արել, որովհետեւ համարում ենք, որ այս լրագրողները այս պահին եղել են քաղաքացի, մենք քաղաքացիական տեսակետները եւ քաղաքացիական դիրքորոշումը նույնպես պաշտպանում ենք որպես լրատվամիջոց, բայց համարում ենք, որ այսօր ինքը իր պարտականությունները որպես լրագրող կատարել չի կարող, քանի որ անկախ չի եւ անաչառ չի։ Երևի թե սա կլիներ միակ ճանապարհը, ուրիշ բան, որ այստեղ մի հարց է ծագում, որի մասին մենք էլի շատ խոսել ենք, արդյոք սա չի ստեղծում պրեցեդենտ, որպեսզի վաղը մենք գնանք այնտեղ ճանապարհով եւ փորձենք արդարացնել բոլոր հնարավոր այսպիսի նմանատիպ քայլեր։ Երևի սա մի այլ ուրիշ խոսակցություն է, որը կարելի է փորձել քննարկել։ Գիտես ինչ, ես կարծում եմ, որ երբ մենք սկսում ենք խոսել մեր երկիր տեսակետից, մեր մենթալիտետային խնդիրներն է սկսում ծագել, եւ մենք ուզում ենք անընդհատ նշել, որ մենք միշտ բացառություն ենք, մենք բացառություն չենք։ Մենք այնուամենայնիվ, եթե ուզում ենք, կարևոր չի ուր է գնում մեր իշխանությունը, մենք եթե որպես հասարակության թեկուզ մի մաս համարում ենք, որ մեր լրագրությունը պետք է գնա եվրոպական ընդունված ճանապարհով, այս տերմինը օգտագործեմ այս դեպքում, ապա մենք այնուամենայնիվ պետք է ընդունենք նաև որոշակի կանոններ։ Համաձայն եմ որոշ դեպքերում խախտել ֆորս մաժորային, ինչպես ասացիք, բայց հետո ինչ ենք մենք անելու հետո։ Եթե մենք անընդհատ ասելու ենք մեր երկրում ընդունված չի, մենք բոլոր կանոնները այս դեպքում ցանկացած պարագայում խախտել։ Նունե ջան, ես համաձայն կլինեի քո ասացի հետ, եթե չլիներ տրանսպարանտները։ Միայն պատուհան ծեծելով դա ընդունելի կլներ, բայց տրանսպարանտը դա արդեն ուրիշ պատմություն է։ Այդ բոլոր դիտալները, եթե ես սկսել այդ բոլոր մանրամասնությունները, եթե ես սկսել առանձին վերլուծել ես, եթե լինել են, չէ, այդտեղ ընդհանուր ամբողջ process-ն է, ինքը այդ բանին կարող է ինչ-որ ինքնաբխման բանից ելնելով մի այլ թուղթել, մի այլ դրոշել վերցնել ձեռը։ Ես կարծում եմ այդ մանրամասները արդեն այդքան կարևոր չեն։ Դա մի փոքր ակնակ մի նախադասություն ընդունեմ։ Ժամանակին ասում են, որ հնարավոր չէ կոմունիստ կառուցել առանձին վերծած մի երկիր։ Հիմա մենք ուզում ենք կոմունիստ կառուցել առանձին վերծած մի ոլորտում։ Եթե կոնկրետ մասնագիտությունում, կոնկրետ ոլորտում չմոռանանք, որ ցանկացած լրագրող իր ժամանակի, իր երկրի, տվյալ իրավիճակի ծնունդն է։ Մենք պահանջում ենք, որ լրագրողը վեր լինի ամեն ինչ։ Մի կողմից իրավացի է, բայց մյուս կողմից արդյոք դա։ Ես կարծում եմ, որ մենք պահանջում ենք, որպեսզի ամեն մարդ իր տեղում վեր լինի այդ ամեն ինչից, որովհետև եթե մենք ասենք անալոգիա այս դեպքում անցկացնենք բժիշկների հետ, չենք ասում, չէ, որ այդ պահին բժիշկը, եթե ինչ-որ մեկը վատացել է եվանգելային դիպուտատներից, որոնք կողմ են, ասենք, եղել այդ բանի պայմանագրին, բժիշկը չպետք է մոտենալ, օրինակ։ Հասկանում եմ, որ ծայրահեղական Կանի ուրիշ բան ալի, լրագրողը հանրային դեմք է, ես զբաղվում եմ հանրային գործունեությամբ, չափանիշներից մեկն է սա կարող է լինել։ Բժիշկը ինքան էլ լավ բժիշկ լինի, ինչքան էլ շատ հիվանդներ ունի, այնուամենայնիվ չի կարող իր հանրայնությամբ մրցակցել լրագրողի հետ։ Այսինքն լրագրողը հանրային ավելի մեծ պատասխանատվություն ունի, քան թե բժիշկը, տրոլեյբուսի վարորդը։ Եղավ եւ ավելի կարեւոր գործ է անում, քան ուղղակի այս պատուհանին խփելը եւ գիտես, այդ դեմ արտահայտվողներ հասարակության մեջ շատ կան եւ դա անում էին։ Իսկ եթե լրագրողը չգրի այդ նյութը, ով է իր փոխարեն գրելու։ Ավելի կարեւոր գործ կա այստեղ, հարցական կարեւոր է այդ նյութը, նայեք։ Այո, նայեք, անշուշտ, ինքն կարող է տեսնել ոնց է իրան պահում, որ պատգամավորը ինչքանով է պարկեշտ իրան այդ պարագայում պահում, ոնց իր դիրքորոշումն է եւ այլն։ Իսկ եթե մենք սկսենք բացառություններով խոսել, հա, բացառություններ կարելի է անել, եւ իդեպ ասեմ ես էլ եմ համարում, որ այդ վարկագիծը ընկալելի է, ես չեմ ասում, որ անընդունելի է, դեռ պետք է մերժենք, այստեղ բալանսировկայի հարց կա, բայց եթե մենք սկսում ենք բացառություններ անել, նույն ընտրությունների ժամանակ էլի էքստրեմալ պայմաններ է, նույն լրագրողը կարող է ասել, ինչ լրագրություն, երբ որ այնտեղ տեսնում ակնհայտ լցոնումներ են կատարում։ Նույն բանի ժամանակ, ասենք, չէ, միջամտի ասիկ սպասեք, ես չեմ բանել, չեմ գրել։ Եթե տեսնում է, որ դա ազդում է, եւ ինքը կարող է այսքան ընտրություններ եղել, քանի լրագրողը լցոնումը կարգել։ Ես ավելի էֆեկտիվ եւ պրոֆեսիոնալ գործունեության համար եմ խոսում։ Եվ այսպես բացառությունները եթե արեք, ուրեմն մեր քանի խախտումով բաները ինչ է փոխվել նույն տրամաբանությամբ։
բայց ինքը իր գործը շատ բանը լուսաբանել են ընտրախախտումները, ընտրաձեռքությունները, իրավապահները, թորգա համար պատասխանատվություն կրեն, բայց լրագրողը իր գործով չզբաղվելով եւ ոչ մի հարց չլուծելով իր մասնագիտությունները մի կողմ դնել, ասի չէ, որտեղ դա ուրեմն ուղղակի պետք է մի կողմ դնել իսկապես գրիշն ու լապտոպը եւ սկսի քաղաքականությամբ զբաղվել, ինչը նույնպես ընդունելի է, ընկալելի է եւ հասկանալի։ Գիտեք, շատ հաճախ այս ուսանողների մոտ ալինում այդ սինդրոմը, հատկապես այս կանանց շարժումների հետ կապված, որովհետև հասկանալի է, հա, որ նաև այդ մթնոլորտը երիտասարդական եւ այլն ներքաշում է լրագրողներին երիտասարդ, եւ իրանք փորձում են ակտիվիստների տեսակետից անել ամբողջ իրենց աշխատանքը։ Սա բերում է իսկապես հա, ասենք լրագրության ուսանողներ, սա բերում է այս մասնագիտության ամբողջովին տրանսֆորմացիայի եւ ուր մենք կարող ենք գնալ որպես երկրորդ քայլ, իսկապես այդ շատ մեծ հարց է։ Արա Ղազարյան, իրավաբան։ Ես ներկայացնեմ իրավաբանորեն։ Խնդիրը մենք ուսումնասիրել ենք դատավորների առումով։ Իրավաբանությունը խոսում է դերային կոնֆլիկտ։ Իրավաբանորեն նաև սուբյեկտիվ կանխատեսություն։ Այսինքն, երբ որ անձը կամ մասնագետը կամ անկախ եկամքից դա օբյեկտիվ կանխատեսություն է, կամ իր վարքագծով այնպիսի իրավիճակի մեջ է հայտնվում, երբ որ նա ունի դերային կոնֆլիկտ։ Երբ որ միաժամանակ ինքը մի քանի դեր է իրավացնում։ Օրինակ, մի դատական գործ կա, որ փաստաբանը դատավորին վիրավորում է դատային դատություն, դատավորին իսկ է կասեցնում, ասում են կարգապահական վարույթի։ Եվ սկսում է դատավորը քննել փաստերը, ասում է, որ անձամբ ես վիրավորվել եմ, եւ այսքան պատիժ եմ նշանակում։ Այսինքն, երբ դատանասկայ դատավորը եւ դուժող է, եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է իր գործով։ Այսինքն ինքը ունեցավ դերային կոնֆլիկտ, 4 դեր ինքը իր մեջ ներառեց։ Գրիշան դերային կոնֆլիկտ ունեցավ իր պատճառով։ Ինքը քաղաքացիական ակտիվիստ էր այդ պահին լրագրող էր, դե յուրե, դե ֆակտո քաղաքացիական ակտիվիստ։ Մենք ունեցել ենք նաև լրագրող, ով զբաղվել է եւ քաղաքականությամբ, եւ լրագրությամբ, եւ քաղաքացիական ակտիվիստ Փաշինյանն էր։ Արտակ Զենալյանն ենք այսօր, որ իմ դավագույն ընկերներից մեկն է, բայց ես միշտ քննադատում եմ նրան, որ նա զբաղվում եւ քաղաքականությամբ, եւ քաղաքացիական ակտիվիստ է, եւ փաստաբանությամբ է զբաղվում։ Որքան էլ լավ մարդ լինի, նա անկախ իր կամքից հայտնվում է կոնֆլիկտում։ Եվ այստեղ ինչ է առաջանում։ Եվ դատան ասում է կարևոր էֆեկտը չի, կարևորը ոչ թե արդյունքն է, այլ թե կողքից ինչ տեսք ունենա։ Այսինքն օբյեկտիվ դիտորդը, եւ դատանը գնում է օբյեկտիվ անձի, երրորդ անձի վրա, կողքի աչքի վրա, որը շահագրգիռ չէ, որը process-ին չի մասնակցում։ Օբյեկտիվ դիտորդի համար այդ դատավորը կամ այդ լրագրությունը դժվար է օբյեկտիվ համարյա։ Նա կմտածի, որ այդ անձը արդեն որ ունի դերային կոնֆլիկտ, արդեն սուբյեկտիվ կանխատեսություն ունի։ Այսինքն Գրիշան, որքան է լավ մարդ լինի, լավ լրագրող, արդեն ինքը իր խոսքի իր հոդվածում ասել է պլակատը պահել։ Եվ իմ համար, որպես քաղաքացի, որ պետք է կարդա նրա հոդվածը, արդեն կասկածի տակ է Գրիշայի օբյեկտիվությունը։ Որտեղ սուբյեկտիվ կանխատեսություն է դրսևորվում, դերային կոնֆլիկտ ունի։ Եվ մեր երկրում դա շատ տարածված երևույթ է, պետք է կանխել։ Ես կարծում եմ, եթե մենք դարպասները բացենք եւ արդարացնենք դա, շատ վտանգավոր կլինի, որովհետեւ մանավանդ դուք նշեցիք, հենց իրավապաշտպանների բնագավառում լրագրողները երբ որ լուսաբանել, ակամայից դառնում են իրավապաշտպան։ Նրանց հոդվածները երբ որ ես կարդում եմ, որևէ տարբերություն չկա, երբեք նա չի արտահայտի մյուս կողմի դիրքորոշումից։ Մեր դասախոսները մեզ միշտ սովորացնում են իրավաբանության մեջ, որ դու պետք է նաեւ մյուսի կոշիկի մեջ մտնես։ Լրագրության մեջ է։ Այո, վստահ եմ։ Այսինքն իրավաբանորեն եւ սա հոկեբան Նաչաջյանի հետ մենք մի դատավորի գործով միջև սահմանական դատարան տարանք։ Հոկեբան Նաչաջյանի աշխատանքն է սա դերային կոնֆլիկտի մասին, որ եթե անձը հայտնվում է դերային կոնֆլիկտի մեջ, նա արդեն օբյեկտիվությունը այսպես թե այնպես կորցնում է։ Որքան էլ որ նա պրոֆեսիոնալ լինի, մանավանդ կողքի աչքը երրորդ անձը օբյեկտիվ դիտորդի համար նա արդեն դատավորում է դնել օբյեկտիվ։ Իսկ կարևոր չէ շահ ունի դրա սուբյեկտիվ թե չէ։ Դիտավորությունը եթե շահ չունի, արդյոք դարձյալ Տեսեք, նախադեպային իրավունքը ասում է դիտավորությունը տասներին կարևոր չի, կարևորը թե բալա մարդիկ ինչ կմտածեն, մեր ժողովրդի լեզվով, կամ երրորդ աչքը ինչ կմտածեն։ Շահերի բախումից խուսափելու սկզբունքը էությունը, ընդհանրապես ժուրնալիստական էթիկայի էությունը ես ժամանակի ընդհանրապես այսպես դա սահմանել թե
կոնկրետ իրավիճակում դու որ շահին ես գերակայությունը տալիս։ Սա է։ Այսինքն, այս խիստ լարված իրավիճակում այդ մարդիկ գերակայությունը տվել են հանրային շահին, մոռանալով իրենց, այսինքն ստորադասելով իրենց լրագրողի, լրատվամիջոցի այն օբյեկտիվության շահը, որը կարող է հասարակության մոտ առաջացնի կասկածներ, բայց հանրային շահը իրենք գերադասել են այդ պահին։ Եվ դրա համար, որտեղ հանրության շահը պահանջում էր, որ ինչ-որ մեկը դահլիճում բողոքի։ Բայց նույն հանրությունը ասում է օբյեկտիվ։ Հասկացա, հասկանում եմ, բայց հանրության այդ պահին համարում էին, որ նա գերակայ է, այդ շահը գերակայ է։ Եվ դրա համար դատապարտել կամ ասել թե ճիշտ չեն վարվել եւ այլն, ես չեմ կարող, ես չեմ ասում դատապարտել, ես ինքս եմ ասում, ես իմ անունից եմ ասում, ասել չեմ կարող։ Եթե նա լիներ Washington Post-ի թղթակից, որի էթիկայի կանոններում ստակ է գրված, մեզ մոտ ոչ միտեղ դա ստակ գրված չէ։ Այնտեղ ստակ գրված է, մենք չենք ակտիվորեն չենք զբաղվում հասարակական քաղաքական գործունեությամբ, բոլոր շարժումներին եւ այլն մենք մասնակցում ենք միայն լուսաբանելու համար։ Եթե նա լիներ Washington Post-ի թղթակից, հաջորդ օրվանից նրան կազատեին աշխատանքից, որտեղ հաջող։ Հա, ես այլևս ձեռքի տակ կատարել, պատրաստ եմ սրանք գործից, բայց ինձ համար կարևոր է ամենից գալ իմ քաղաքացիական դիսկուրսը, որովհետև դա արդեն ինքը խուսափում է շահերի բախումից, գերակայությունը տալով այդ շահին։ Այդ պահին, այդ շահին է այդ մարդը գերակայությունը տվել։ Շատ լավ, հիմա մենք այսպես կաշխատենք, թույլ տանք, որ իր կարծիքը չարտահայտած մեր գործընկեր Լևոն Բարսեղյանն ներկայացնի իր մոտեցումը, այնուհետև հնարավորություն կտանք դահլիճում նստած մեր գործընկերներին հարցեր տալ, կարծիք արտահայտել եւ վերջում կանփոփենք, խնդրենք Լևոն։ Շնորհակալություն։ Ասպարեզ ակումբի նախագահ։ Հա, ինձ թվում է թե մինչև այսօր ամեն ինչ ասվել խոսվել է այս մասին, բայց լավ է որ մի այսպիսի քննարկում եղավ նաեւ։ Արայի մտքերը շատ հետաքրքիր են, ուրեմն դերային կոնֆլիկտի ժամանակ բոլորս էլ ունենում ենք այդ կոնֆլիկտները ճիշտն ասած եւ դատապարտված ենք ընտրել։ Ուղղակի որը մի քանի անգամ, տարին մի քանի անգամ եւ դատապարտված ենք իսկապես ընտրել, պիտի ընտրենք, այնպես որ դրանից հետո մենք մեզնից գոհ մնանք։ Ուրեմն օբյեկտիվություն չկա, չունեցանք մենք բնության մեջ չկա այդ օբյեկտիվությունը այն կերպարանքով ինչը գրված է դասագրքերում ու իդեալական դեպքում դրան կարելի է հասնել բազմակարծության միջոցով ուրիշ ոչ մի եղանակ դրա չկա ոչ մեկս աստված չենք էլ կարող լինել եւ կոշիկի մեջ մտնելու հետ կապված ես կարծում եմ որ այդ 4-ը եւ վերևի 15 որոնք համահավասար են ինձ համար կապ չունի դահլիճում էին թե վերևն էին բողոքող լրագրողները հա մտել էին հանրապետության կոշիկի մեջ վերջապես որովհետեւ հնար չունեին չմտնելու հանրապետության իրավիճակի կոշիկի մեջ հիմա որպեսզի ավելի բարձեմ միտքս ես մի հիպոթետիկ օրինակ բերեմ ասենք թե ազգային ժողովի երևելի իմաստուն եւ ականավոր падգամավորներից մեկը ասուլիսի ժամանակ սկսում է շնչահեղձ լինել եւ ընկնում է սեղանին։ Ուրեմն իշխանական, եթե ինքը իշխանությունից է, իշխանական լրատվամիջոցները, պրոիշխանական լրատվամիջոցները վազում են փրկելու ըստ երևույթին։ Այն մյուսները ասում են, ապեր, թողեք նորմալ նկարենք, էլի ինչ եք մեռնում է։ Հիմա բերեք համեմատենք այս մեր երկրի իրավիճակի հետ։ Ուրեմն ժուրնալիստները քիփտի միջամտեն։ Այո, ինչ գործ ունեն իրենք միջամտեն։ Ես համարում եմ, որ Քարյակը եւ վերևի 15 հոգին գնահատել են երկրի իրավիճակը այդպիսին, ծայրահեղ, ծանր։ Եվ գուցե թե պաստառները ծոցերում մի քանի ամիս տարի գնացել եկել են այդ մարդիկ։ Չես կարող ասել, թե հենց այդ օրվա համար էին բերել իրենք այդ պաստառները, եւ ի վերջո իրենք դերային այս կոնֆլիկտի ժամանակ վերջը որոշել են այդ պահին լինել քաղաքացի, հիշել են, գտնում են, որ այդպեսին է վեճը։ Դեպքից երևի 5 րոպե հետո, երբ ազգային ժողովի առաջ կանգնած էի ես, եւ Facebook-ում հասցրել էի կարդալ, որ ներսում նման դեմարշ է եղել, լրագրողներից մեկը դիմեց ինձ, երբես պատմեցի, թե հեսա կարդում էի ես Facebook-ից ինչ կա չկա, լրագրողներից մեկը ոչ գրիշան, մյուս երիտասարդը ասած ճիշտն ասած ես եմ եղել մեկը եւ ձեր կարծիքը ասեք էլի ինչ եմ արել ճիշտ եմ արել թե սխալ եմ արել առաջին պահին գլխիս եկած այն էր որ լավ կլինի այդ մասին որևէ հոդված այսօրվա մասին որևէ բան չգրես այդ է եղել իմ առաջին պատասխանը բայց եթե մի քիչ էլ խորանանք ու հիշենք որ Գրիշան ինչպես Գեղամն է ասում հոդված գրել է եթե Գրիշան իր հոդվածի մեջ նկարագրում է իր դերակատարությունը կարծում եմ որ էլի արդարացի բան է անում
Ուրիշ բան է, որ ինքը չի նկարագրում եւ սկսում է մեկնաբանություններ տալ, փաստի լրագրությունը թողնենք, էական չէ ով է կրում, քանի падգամավոր ինչպես եւ այլ։ Եթե նկարագրում է ահագին մեծ էականորեն ուրեմն դառնում է օբյեկտիվ եւ անձամբ ներկայանալի եւ մարդիկ հասկանում են, որ այս մարդը բնական է, մասնակից է եւ սա իր տեսակետն է, քաղաքացիական լրագրության է անցել այս մարդը, քան թե ստիրել են կանոններին, որի մասին խոսել ենք։ Ուկրաինայում մենք ունենք բազմաթիվ այնքան էլ չէ, Գեղամ ջան։ Դիտավորյալ ինչ-որ բաներ ինքը կարող է անտեսել, ինչ-որ բաներ դիտավորյալ ավելացնել, բայց կարևոր հանգամանքը համարում եմ այն, որ ինքը նշի, որ ինքը եղել է այդ մասնակիցը։ Ուկրաինայում բազմաթիվ այսպիսի ուրեմն սայրի վրա քայլող լրագրողներ կային, որոնք վերջիվերջո որոշեցին քաղաքացի լրագրող լինել, քան թե լինել ԶԼՄ-ի լրագրող։ Հիմա եւ այն, չէ, ուզում եմ ասել, որ այն արժեքային համակարգերը, այն սկզբունքները, որոնք մենք սերտել ենք, գիտենք, դասագրքերում կանք եւ դասավանդում ենք, այս ամբողջը ժամանակի պահանջի բերումով լրջորեն վերանայման կարիք ունի կամ մետամորֆոզների մեջ է եւ լավ կլինի, որ մենք չվազենք այդ փոփոխությունների հետևից, այլ ավելի առաջ լինենք, հասկանանք, որ ավելի ճիշտ ընդունենք, ոչ թե հասկանանք։ Կանոններում փոփոխություն են։ Ասպարեզի լրագրողները ազատ են եւ եթե համեմատության համար ասեմ, այս իմաստով ազատ են։ Ես ոչ կխրախուսեի կամ խթանեի, որ գնային նման ակցիայի մասնակցին, մասնակցելու դեպքում էլ այն սկզբունքը, որ ասացի, լավ կլիներ չգրեր ընդհանրապես այս մասին։ Սա է իմ մոտեցումը, ես համարում եմ, որ մենք պատիվ ունենք ծանոթ լինելու այդ 20 լրագրողներից մի քանիսի հետ, իմանալ նրանք ովքեր են, որովհետև երբ երկիրը ծախում են աչքիդ առաջ, երբ զավթել են այս պետությունը, երբ ավտորիտար ռեժիմ է ու հնարավոր չէ որևէ մագարտակի լրագրությամբ որևէ ազդեցություն ունենալ, այդ մարդը հա ընտրում է այս դերային կոնֆլիկտի մեջ քաղաքացի լինելը, հետո նոր մնացած բաները։ Շնորհակալություն։ Վերջին հարցերը, եթե կարելի է։ Իսկ արդյոք տեղեկատվությունը, հանրությունը տեղեկատվական խիստ ծարավի զգացում ուներ այդ օրերին։ Ես բողոքում եմ, ինչու տեղեկությունները չտվեցիք, ինչու մեր սիրելի падգամավորների դեմքերը ցույց տվեցիք, ինչպես է նրանք վարվում, ինչ է նրանք, արդյոք այդ ծարավը կար հանրության մեջ։ Արդյոք սպանել էին լրագրողները այդ դերեք, բայց եթե դա չի։ Հանրության մոտ կար այդ զգացումը, որ ոտնահարվել է իր իրավունքը։ Լրագրողները մի պարտականություն, տեղեկատվություն տարածել նույնպես օբյեկտիվ։ Այս պարտականություն լրագրողը չունի։ Չէ, ազատ արտահայտվել իրան 12-ված, այնտեղ խոսում է իրանք իրենց պարտականությունների մասին։ Պարտականություն չկա։ Շատ լավ։ Խնդրեմ դալիճից հարցեր, կարծիքներ։ Դուք հետո խնդրեմ, եթե հնարավոր է նաև ներկայացեք, այս միկրոֆոնին կարող եք մոտենալ, որ լավ լսվի։ Շնորհակալություն իրավունքի համար ներկայանամ Սոնա Մինասյան, պատանի ժուրնալիստի դպրոցի ուսանող։ Նախ տեսանյութը դիտելուց հետո ինչ որ դուք քննարկում եք, այն քայլը, որ առաջինն արեցի, խնդիրը երկու կողմից դիտելն է։ Առաջինը այդ 4 երիտասարդներին դիտել որպես լրագրողներ, եւ երկրորդ նրանց դիտել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր իրոք իրավունք ունեն իրենց կարծիքը դիրքորոշումն արտահայտել։ Որպես լրագրողներ Մասամբ ինձ թվում է սխալ է իրենց արարքը, բայց եթե երկու կողմն էլ ուսումնասիրում ենք, դա հարց չէր, որ վերաբերում էր ինչ-որ տան, ինչ-որ գույքի, դա հարց էր, որը վերաբերում էր մեզ, մեր պետությանը եւ բնականաբար ինձ թվում է նրանք կարող էին թեկուզ որպես լրագրողներ իրենց բողոքի կոչը հնչեցնել, բայց հնչեցին այստեղ մի քանի կարծիքներ, որոնց հետ ես այդքան էլ համամիտ չեմ, ասեմ թե կարծիքները որոնք են եւ ինչու։ Ասացիք, որ այդ թղթերը մի վաճառեք, այդ պոստերները նախապես էին պատրաստված, ես անձամբ տեսանյութի մեջ տարատեսակներին ուշադրություն եմ դարձրել, ինչ որ հատուկ տպած կամ ուղղակի տարատեսակներ էին, որոնք հնարավոր էր հենց նույն պահին գրիչով, մատիտով կամ ձեռքի տակ եղած որևիցե միջոցով դա անել։ Ինձ թվում է ինչ որ պատրաստված չեն եկել հատուկ մտնել որպես լրագրող խորհրդարան, բայց խորհրդարանում անել ցույց։ Ինձ թվում է նման դիտավորություն ամենևին չի եղել։ Եվ երևի թե լավ այսքանը։ Շնորհակալություն։ Վահե Մակարյան, լրագրող։ Լսելով բազմատեսակ կարծիքներ, մի բան ինքս ինձ մեջ հասկացա, որ անհնար է չհամաձայնվել որևէ կարծիքի հետ։ Բոլորը ճիշտ էին։ Եվ այստեղ խնդիրը հենց դրա մեջ է, որ շնորհակալություն։
բոլոր կարծիքների մեջ իրականում ճշմարտություն կա եւ պարոն Ղազարյանի հնչեցրած տեսակետների մեջ որպես իրավաբան օրենքի տեսանկյունից եւ մյուս մեր գործընկերների եւ լրագրողի համար դժվար կողմնորոշվելու հարցում հենց այս է խնդիրը, որ հասկանալ որ կողմն է ավելի շատ ճիշտ, տոկոսի հարցը իր համար։ Ես ազգային ժողովում հավատարմագրված լրագրող էի այդ օրը եւ ազգային ժողով մուտք եմ գործել դեպքի այդ իրադարձությունից մոտ 10 րոպե ուշացումով եւ շատ եմ փոշմանել, որովհետեւ միգուցե ես ինքս նաեւ որոշեմ մասնակցել ակցիային։ Հիմա փորձեմ լրագրողական աչքերով իմ տեսակետը հայտնել այս իրադարձության կապակցությամբ։ Նախ պաստառները ճիշտ նշեց մեր գործընկերուհին, որ այնտեղ են իմ տեղեկություններով այնտեղ են պատրաստվել, հենց ԱԺ-ի միջոցներով իմիջիայլոց։ Թուղթ իրենք են տրամադրել, ոնց հասկացա երևի հետո փոշմանել են դրա համար, մարկերը իրենք են տրամադրել, դե ինչ իմանեն իրենց գլխին ինչ էր գալու։ Ուղղակի կարծիքներից ես մի բան հասկացա։ Մենք առանձնացնում ենք 3 շերտ փաստորեն։ Քաղաքական շերտը, որ ներկայացված էր ազգային ժողովում падգամավորների տեսքով, հասարակական շերտը, որը այդտեղ ներկայացված չէր, ավելի ճիշտ ներկայացված էր զուտ ԱԺ-ի աշխատակազմի տեսքով, որոնք որ այդ պահին process-ին ուղղակի չէին մասնակցում, եւ լրագրողներ։ Բայց էլի կարող են ընտրել մասնակցել, հա։ Կարող են մասնակցել, ուղղակի ես այստեղ ենթադրում եմ, որ իրենք որոշակի կանոնագրքով սահմանափակումներ կունենային հաստատ աշխատակազմի աշխատողը հա դժվար որոշեր դեմ զգալ ինչ որ բան այնտեղ եւ լրագրողին կարծես թե մենք առանձին գենդեր ենք դիտարկում գենդեր որպես սոցիալական սեռ այս իմաստով ոչ կենսաբանական եւ երրորդ կողմից առանձնացնում ենք այստեղ մի փոքր անհասկանալի իրավիճակում է հայտնվում լրագրողի մեջ իմ կարծիքով կարող է լինել ինչ որ տոկոսով եւ քաղաքականացված անձ եւ հասարակական գործիչ եւ մեծ մասով նաեւ լրագրող ուղղակի այստեղ մի խնդիր կա եթե կառավարությունը ներկայացնում է մի որոշում եւ դու որպես լրագրող հանդիսանալ բացի այն որ մասնակցությամբ լրագրող ես հանդիսանում ես ՀՀ քաղաքացի անձնագիրը Հայաստանի Հանրապետությանը եւ կառավարության ցանկացած որոշում որը որ վավերացվում է ազգային ժողովի կողմից ազդում է նաեւ քո վրա քո կենսագործունեության վրա դու կարող ես ինչ-որ բանի դեմ կամ կողմ լինել եւ քանի որ հասարակական շերտն էլ այդտեղ ներկայացված չէ փաստացի բացի աշխատակազմից այլ տարբերակ կարծում եմ չէ այն լրագրողների խումբը ովքեր որ իրենց բողոքի կոչը ներկայացրել են այդտեղ արտահայտել են այդ տարբերակ չեն ունեցել որպես քաղաքացի են հանդես եկել որոնց վրա եւս ազդելու էր դա այստեղ քաղաքական կուսակցության դեմ արտահայտվելու խնդիր չէ հանրապետական խմբակցությանը իրենք չէին արտահայտում իրենց բողոքը նախագահ Սերժ Սարգսյանին կամ ազգային ժողովի նախագահին չէին արտահայտում իրենց բողոքը որտեղ կարող են դրան դեմ կողմ քվեարկել կամ հակառակը դեմ քվեարկել այլ խմբակցությունները եւս ՀԱԿ-ը ժառանգությունը կարող են դիմադիր թեւը եւս դեմ քվեարկել իմ կարծիքով այստեղ քաղաքականացվածության խնդիր չէ այլ ընդհանրապես որպես քաղաքացի որ այդ կൂട്ടակային կենսաթոշակային բաղադրիչը ազդելու էր նաև քո վրա, քո աշխատավարձի վրա, իրենք այդպես են արտահայտել իրենց բողոքը։ Շնորհակալություն, խնդրեմ, հետո Արմինը։ Հա, հետո Գոհար Հարությունյան, պատանի լրագրող, թերևս այստեղ հնչեցին բազմաթիվ իրարամերժ կարծիքներ, որոնք առանձին վեցրած իրենց մեջ ամփոփում էին ճշմարտություն, սակայն ես ուզում եմ իմ հարցն ուղղել Լևոն Բարսեղյանին, որը իր ելույթում նշեց, որ մենք լրագրողներս պետք է լինենք առաջ, ավելի առաջ։ Իմաստային առումով ինչ է նշանակում լինել ավելի առաջ ու ինչպես լինել առաջինը։ Այդ իմաստով առաջ, վերջում, հա։ Այդ մի հարցն է ձեր, հա։ Արմին է խնդրեմ։ Տեղից կլսվի, չէ, եթե հնարավոր է մոտեցնել։ Արմինե Պետրոսյան, Հայ ձմեռապահ բարեգործական հիմնադրամի տնօրեն։ Ես որպես երրորդ աչք եմ հարցը ուղղում լրագրողներին։ Այ վարքականոն կա, որը հաստատված է Washington Post-ի կողմից, որ եթե ինքը իր քաղաքական դիրքորոշումը արտահայտել, ապա գործից կհեռացնեն։ Այո, հարց հիպոթետիկ։ Հիմա հարցս էլ հիպոթետիկ է։ Մենք հիանում ենք այս լրագրողներով եւ ես անձամբ պատիվ եմ ունեցել նրանցից մի քանիսի հետ աշխատելու, նրանք իմ ընկերներն են։
Հիմա եթեի բնագավառից, եթե նրանք իմանային, որ իրենց այս վարմունքով հաջորդ օրը պետք է ազատման դիմում ստորագրեին, իրենք այս բանին կդիմեին, թե չէ։ Չէ, բայց ասել են տղաներից գոնե երկուսը ասել է պատրաստ ենք պատասխան։ Հնարավոր է իրանք ասել են, որ հա, բայց երևի թե եթե իրանք իմանային, որ այդպիսի հետևանքներ կլինի, նշանակում է իրանք ընդհանրապես ուրիշ արժեքային եւ ուրիշ իրավական հարաբերությունների մթնոլորտում պետք է աշխատեն։ Այսինքն այդ եթե պետք է ահագին ուրիշ հիմքեր ունենա։ Եվ արդյոք սրանից չի հետևում, որ պիտի ամեն դեպքում այդ վարքականոնը հստակեցնել։ Շատ լավ, եթե չկան այլ հարցեր, հա, խնդրեմ, ասելով, որ դիտելով այդ իրավիճակը նրանք չպետք է ընդմիջեն, այսինքն ցույցեր չպետք է անեն, այլ ընդամենը պետք է արձանագրեին իրավիճակը, հավաքելով փաստեր, այնուհետև հոդված կամ ինչ-որ եթե նյութ են գրում, դրա մեջ պետք է արձանագրեին իրենց կարծիքը։ Հարցս հետևյալն է. ծրագրողն իրավունք ունի իր գրած հոդվածի մեջ, բացի զուտ դեպքը արձանագրելուց արտահայտել իր անձնական կարծիքը։ Հիմա անցնենք մեր դիտող մարմնի անդամներին եւ Արան Ղազարյան ուներ ճշգրտող մեկ հարց։ Ես լսարանին ասենք լրագրողը ինչն է խանգարում նրան իր բողոքի ակցիան իրականացնել աշխատանքային ժամերից դուրս։ Եվ լրագրողը կանոնակարգված աշխատանքային ժամ չունի, Արաջան։ Ինքը 24 ժամ լրագրող է։ Ինքը համարել է, որ ինքը այդ պահին չի աշխատում։ Նա ֆրիլանս լրագրող չէ, իրավաբանական անձ կա, Աշխատանքային օրենսգրքով նա պարտավոր աշխատանքային աշխատանքային օրենսգիրք է, չէ՞։ Միգուցե ոչ ուղղակի պատասխան, հա, մինչև դու ավարտես։ Մենք ունեինք այդ ակցիային մասնակցող մի լրագրող, որ օգտվելով իր ակրեդիտացիայից, հավատարմագրից, հատուկ գնացել էր այնտեղ ակցիային մասնակցելու։ Այսինքն ինքն այնտեղ չեր գնում ի սկզբանե, ուսանելու համար, օգտվելով հնարավորությունից, իմանալով, որ ուրիշ ոչ մեկ, բացի լրագրողներից, այդպիսի ակցիա իրականացնել չեն կարող, ինքը համարել էր, որ ինքը պիտի օգտվի եղած հնարավորությունից։ Չէ։ Գործատու ամենայդեպս չէր տեղեկացրել։ Յուրաքանչյուրի ընտրությունը։ Շատ լավ, խնդրեմ լրացուցիչ հարց։ Որովհետև ես ինչպես հասկանում եք, անգիր չեմ, հա, բոլոր կետերը մեր կանոնակարգ։ Հա, ինձ կարծացի թեթևակի մի հատ, ինձ ցույց տվեք այն կետը, որով խախտվել է այդ Այ չէ, այս դեպքում մենք կանոնագրով շահերի բախումից խուսափումը կոնկրետ այդպիսի առանձին բաժնով ձևակերպված չի։ Հա, ձևակերպված չի։ Եթե անգամ ենթադատ լիներ, այսինքն ստորագրած լիներ այս կանոնագիրը, մենք դժվարությամբ կգտնեինք կերպ, որը ինքը խախտել է։ Թե ևս օբյեկտիվության մասում հնարավոր է գտնեինք ինչ-որ բան։ Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը իհարկե որ չկա նաև նա է, որ գրվել է եւ ստեղծվել է այս կանոնակարգը քաղաքացիական ակտիվության այլ պայմաններ։ Այո, բոլորովին այլ պայմաններ։ Հիմա, ինչպես գիտես, սրա փոփոխման ու նախագծի վրա աշխատանքներ են տարածվում։ Մի բան ավելացնեմ այս ասացին։ Ես իհարկե ամբողջ սրտով եւ հոգով ուրախացել է այդ իրադարձության համար, որտեվ խիզախություն էր պետք եւ ճիշտ մտածելակերպ էր պետք, ուրախ էի։ Բայց միևնույն ժամանակ եկեք ուրեմն այս լոգիկայով եթե շարունակենք, ուրեմն Նաիրի Հունյանյանին պետք է այսօր ազատել։ Ես տարբերություն չեմ տեսնում։ Դե անմիջապես ես խնդրում եմ, որպեսզի մենք չխառնենք քաղաքացիական ակցիան քրեական հանցագործության հետ։ Արարքը, միայն արարքն ենք նայում եւ մեր մոտեցումը այդ արարքի վերլուծությանը։ Ահաբեկչություն էր։ Սա քաղաքացիական ակցիա էր, որը իր մեջ որևէ ահաբեկչական տակ չէր բառնա։ Եթե չլինի մեր պաշտպանությունը, սա էլ կդառնա քաղաքական Չէ, եկեք այդ մեկը չխանենք, բայց Լևոնի հնարավորություն հա, առանց չի ավարտել հա կներես Ես հասկանում եմ, ես ասածը սենց։
մի օգի ակնարկեց հանրային գերակաշարի մասին, որ այնքան կարևոր խնդիր է լուծվում, որ լրագրողը ստիպված է մեզ ասացնել է նույնը։ Նայիրի Հունանյանը նույնպես հայնասիրական դրսումներով ինքը այդպես է պատմել։ Դա հանրային գերակաշար է, այսինքն մի քանի։ Ոչ մեկ չգիտի, պարոն Պողոս։ Եթե մենք բոլորս մեր ամենացավոտ թե որ ոչ մեկը, չեմ ասում ոչ մեկը, շատերը իրենց տեղում չեն, եւ շատերը մի քանի բիզնեսով են զբաղվում, ազգային ժողովրդին, բոլորը գրեթե դերերի բախում ունեն, շահերի բախում ունեն։ Այսինքն իսկապես մենք շատ լուրջ պետք է խնդրին նայեն, անկախ նայած լրագրող է, թե դատավոր է, թե նա չպետք է ունենա դերային կոնֆլիկտ։ Եվ մեր սիասատից այդպես եմ հասկանում, անկախ նայած Նայիրի Հունանյանը թե ոչ, եթե յուրաքանչյուրը իր պրոֆեսիոնալ շրջանքից դուրս գա եւ սուբյեկտիվ իր նպատակներով առաջնորդվի, արդեն մենք գործենք օբյեկտիվ։ Չէ, բայց ես ամենայն դեպս գտնում եմ, որ դա լրիվ այլ հարց է, դա հարցը շատ ավելի փիլիսոփայական եւ գլոբալ է։ Արդյոք կարող են լինել իրավիճակներ, երբ մարդը արդեն բացարձակապես կարևոր չի, ինչ մասնագիտության մարդ է այն։ Կարող է գնալ ահաբեկչական գործունեության։ Դա լրիվ ուրիշ խնդիր է եւ կապ չունի բացարձակապես լրագրողական էթիկայի հետ, հա, ու խնդրում եմ այդքան էթիկայի հետ չեմ կապում։ Հա, ես հաշվի վրա դնում երկու արարքը։ Երբ ես ասացի արխիվում լինենք, ես շատ նեղ իմաստով չօգտագործեցի դա լրագրողի նեղ մասնագիտական պարտականություն, որոնք իսկապես պարտավոր են լինել արխիվում, որպեսզի իմանան առաջինը ինչ է, ինչ չէ։ Ի նկատի ունեի, որ լրագրության մասնագիտության, լրագրողական վարքաբանության համաշխարհային զարգացումների հետևից չգնանք հանկարծ։ Լրագրողական հանրությանը ի նկատի ունեմ ոլորտի մասնագետներին, հասարակական կազմակերպություններին, վարքականոն մշակողներին եւ վարքականոն քարոզողներին, որ հաշվի առնենք այս ամբողջը, ինչ տեղի ունենում ժամանակակից աշխարհում, ինչպիսի փոփոխություններ է կրում այդ մասնագիտությունը, ահագին բան է փոխվել։ Մի քանի 100 տարի բան չէր փոխվել, մեկ էլ միանգամից վերջին 20 տարում լրջորեն փոխվեց այս մասնագիտության որակը, դրսևորման ձևը, կիրարկման պրակտիկան եւ այլն, այս իմաստով բոլոր վարքականոնների վերակառուցման հնարավոր տարբերակներում հաշվի առնել նման իրադրությունները, արտակարգ դրությունները, երբ իշխող կուսակցության փոխնախագահը կարող է ասուլիսի ժամանակ սկսի շնչահեղձ լինել։ Ինչպես վարվել այդ դեպքում, փրկել թե չփրկել։ Չլինի որ մենք մնանք վերջում, այսինքն 20 տարի ուշացումով սկսենք քարոզել են քրեստոմատիկ կամ արդեն նախկինում քրեստոմատիկ կանոնները, քվազի քրեստոմատիկ կանոնները, որոնք կային։ Սա էր ասածս։ Եվ ընտրության հետ կապված, որ չգիտենք այս քարյակը եւ վերևի 15 հոգին ինչպիսի ապագա է ունենալու։ Ես քարյակին կռահում եմ շատ լուրջ հասարակական դերակատարություն, գուցե որոշ ժամանակ հետո կթողնեն իրենց լրագրողական մասնագիտությունը հասարակական կամ քաղաքական գործունեություն կանցնեն, մեկը կարծեմ իրավաբան է, փաստաբան է ավելի ճիշտ եւ այլն։ Այնպես որ ազգային ժողովում բազմաթիվ падգամավորներ կան, որոնք լրագրող են եղել, հա, եւ ակտիվորեն աշխատել են այդ ոլորտում։ Կյանք է, չես կարող սեպագրել եւ ասել, որ այսպես է։ Շնորհակալություն։ Ես թվում է անկողմնակա ընկալվել այնքին, որ ոչարում է լրագրողն ու լրատվական միջոցը նման վարկի համար։ Եկեք հիշենք Ռուսթավի քսի պատմությունը։ Վարդերի հեղափոխության ժամանակ առաջատար հերոստանգերություն էր։ Վարդերի հեղափոխությունից հետո այն պարզապես կորցրեց ամեն ինչ։ Մի կողմից երկիրը շահեց, երկիրը թևակողեց մի անգամ զարգացման մի անգամ նոր փուլ։ Մյուս կողմից Ռուսթավի երկուսը զրկվեց իր լսարանից։ Ուզում եմ ասել, սա յուրաքանչյուր լրագրողի ու լրատվական միջոցի գիտակից, որովհետև քաղաքականացվեց ու արդեն ինքը ժամանակել էր քաղաքականացված։ Բայց նա քաղաքականացված էր մեկ իրավիճակում, երբ չքաղաքականացված լինելը շատ դժվար էր կամ անհնարին։ Իսկ հեղափոխությունից հետո ինքը քաղաքականացվեց եւ սկսեց ծառայել իշխանություններին այնպիսի իրավիճակում, երբ դրա պահանջը առանձնապես չկար հանրային։ Կար միայն իշխանության պահանջը։ Եթե հեղափոխության ժամանակը չքաղաքականացվեր, բնականաբար այն հավանաբար կպահպաներ իր լսարանի որոշակի տոկոսը, մի խոսքով։ Ես ուզում եմ ասել, որ սա յուրաքանչյուր լրագրողի ու լրատվական միջոցի գիտակից ընտրություն է։ Եվ մենք չենք կարող մերժել, որից է մեկին այդ ընտրության հարցում։ Բնականաբար այս կամ այն ընտրությունը կատարելիս լրագրողը եւ լրատվական միջոցը որոշակի գին է վճարում, բայց դա գիտակից վարմունք է։ Չգիտեմ նկատեցիք թե չէ, բայց ով ինչ համեմատություն էր անում, այդ համեմատությունը շատ ուժեղ կաղում էր։
եւ մեկը եւ մյուսը, որովհետեւ իսկապես էքստրեմալ պայմաններում երբ որոշում ես ընդունում, բավականին բարդ է եւ եզրերը շատ տարբեր են եւ ճանապարհներն շատ տարբեր։ Այդ առումով ես այսպես դասագրքային այդ թեզերի մասին կարող եմ ասել, որ դուք ապագայում դեռ շատ բան կսովորեք, բայց երբեք դա որպես դոգմա իհարկե պետք չի ընդունել եւ այն ինչ որ մենք հիմա քննարկում ենք, իսկապես դա արտահայտում է դա, որ ոչ մի այսպես բացարձակ ճշմարտություն եւ լրագրողական դասագրքերում չկա եւ իրողությունը շատ ավելի բարդ է, քան այն ինչ որ գրվում է։ Ուղղակի տարբեր դասագրքեր արժի ունենալ եւ ծանոթանալ տարբեր մարդկանց, տարբեր փորձագետների արժի լսել եւ ինքնուրույն հետեւություն անել։ Եվ շատ դասագրքային հարց ինձ հարցրագրվեց, լրագրողի իրավունքի արտահայտի իր կարծիքը, որ շատ է տալիս այդ հարցը։ Նախ ես իմ խոսքում ասեցի ոչ թե կարծիքը, այլ իր ասելիքը, ասել իր հոդվածում ճիշտ տարբեր է, բայց կարծիքի մասին ասենք, բայց ինչ հանդիպում գրածով։ Բայց ինչ տիպի նյութ է գրում։ Դու հրապարակախոսին կամ մի անալիտիկ հոդված գրողին ասած հո տեսակետը մի արտահայտի, դա ծիծաղելի է։ Եթե ինքը ինֆորմացիա տեղեկատվություն է, իհարկե դա պետք է շատ չոր է տեղեկատվությունը տալ ու կանգնել ստիկով։ Այնպես որ այստեղ երբ ես ասում եմ լրագրողը պետք է անել իր գործը փաստեր հավաքել է, ներկայացնել, ել չեմ ասում, փաստերը նույնպես կարելի է այնպես ներկայացնել, որ տեսակետ այնտեղ երևավ, դա ասեմ երկրորդ խնդիրն է, որի մասին խոսում ենք։ Ակնհայտ հարցում։ Այո։ Դեպքում փաստը կարծիքի եւ դա կարողանում ասած է որ պահանջը նման դեպքում մեկն է, որ ասենք կարծիքն ու փաստերը հստակ հասկանալի ձևով տարանջատված լինեն։ Ու կան դեպքեր, կան իրավիճակներ, երբ նույնիսկ խորհուրդ չի տրվում լրագրողին փաստից հետո դնել կարծիք։ Նույնիսկ այդպիսի իրավիճակներ էլ բացի բնականաբար, բացի նրանից որ պետք է տարանջատես, իրավիճակներ են լինում, երբ միայն փաստն է կարևոր եւ պետք է այդ փաստը ստվերել որևէ կարծիքով։ Ուղղակի ես կուզենայի որ շատ հստակ լիներ, որ դա իսկապես ամեն մի լրագրողի ընտրությունն էր այդ օրը, ինչպես վարվել, որպես լրագրող թե քաղաքացիական ակտիվ։ Այս հարցին սովորաբար ես պատասխանում եմ այսպես, ասում եմ սահմանադրության մեջ գրած չի, չէ՞, 27-րդ հոդվածում յուրաքանչյուրը ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք փակագծերում բացի ժուրնալիստներից։ Գրած չի, չէ՞։ Այսինքն յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը արտահայտել, այլ բան, որ ընթերցողին քո լրագրողի կարծիք երբ որ ինֆորմացիա է տալիս, ինֆորմացիա պես ամենից վերջինն է հետաքրքրում։ Այսինքն սովորաբար խորհուրդ չի տրվում կոմպետենտ մարդկանց կարծիքը, այնտեղ ներկա եղածների եւ այլն, ելույթաբանների, այսինքն իրավական հարցը հարայի կարծիքը եւ այսպես շարունակ։ Խորհուրդ չի տրվում, ոչ թե իրավունք չունի, այդպես ուրեմն այդպես կտրուկ երբեք չասեք, հա, այսինքն բանը իրավունք ունի կամ իրավունք չունի։ Միկրոֆոն, բայց ես կուզենայի որպեսզի շրջանը ձեր կարծիքների եւ հարցերի մենք ամփոփենք, հա, դիտորդ մարմնով, հետո դուք խնդրեմ ավելացրեք։ Լրագրողն այն մարդն է, ով ստեղծում է հասարակական կարծիք եւ նա տալիս է փաստը, իսկ թե այդ փաստի մասին դրական արտահայտվի ժողովուրդը թե բացասական, թող դա իհարկե կողմնորոշվի ժողովուրդը ոչ թե լրագրողը իր կարծիքը վերջում դրելով, գրեթե պարտադրի ժողովրդին իր կարծիքը։ Բայց լինում են իրավիճակներ, երբ հանրությունը հենց ուզում է լսել նաև լրագրողի կարծիք, այդպիսի իրավիճակներ են լինում։ Հիմա ես ինչ եմ ուզում ձեզ խնդրել, մենք դեռ ժամանակ ունենք եւ հուսով եմ բոլորը արտահայտվելու հնարավորություն կստանան, բայց հիմա ես կուզենայի, որ մեր դիտորդ մարմնի անդամները, որոնք ցանկություն ունեն, ամփոփեն դալիճից հնչած հարցերի եւ կարծիքների առաջին հերթականակը եւ գնելին եմ խոսքը տալիս, այնուհետեւ հերիքնաս եւ դուք կարող եք Իհարկե դիտարկում կլիներ, եթե որևէ լրագրող իր կարծիքը հայտներ Օհմի օրենքի վերաբերյալ կամ Նյուտոնի երկրորդ օրենքի վերաբերյալ։ Կարծիքը մի բան է, որը լրագրողը վաստակում է, կարծիք հայտնելու իրավունքը վաստակում է տասնամյակներ շարունակ, անաչառ լրագրողով եւ հասարակության վստահությունը շահելուց հետո միայն նա այդ իրավունքը, այո, դառնում է կոմպետենտ։ Նա հասարակությունը սպասում է, որ այսինչ լրագրողը, որը տասնյակ տարիներ, ասենք 15 տարի։ Մեկ տարվանից չեք կարող հաստատել, այո։ Հիմա այստեղ ուրեմն մի բան հնչեց, մի միտք հնչեց, որ
սովորական սիտուացիա չէր եւ եթե լիներ կենցաղային ինչ-որ վեճի մասին ինչ-որ բան, ասենք տունը ձեռքից առել են կինեսի միջա, բայց չէ, սա այդ դեպքը չէր եւ հանուն հայրենիքի լրագրողը պետք է ինչ-որ բան աներ։ Ես կարծում եմ, որ լրագրողը ամեն օր ստիպված է անել աշխատանք, անկախ նրանից այդ աշխատանքը այդ օրը հանուն հայրենիքի է, թե ոչ։ Որովհետև եթե լրագրողը լուսաբանում է, որ այս մարդու ձեռքից իր տունը, չգիտեմ, վերցրել են, դա նույնքան հանուն հայրենիքի է, որքան Գազպրոմի խնդրեմը, չգիտեմ, 20%-ը Ռուսաստանի վերադարձնելը։ Լրագրողի համար կարևոր չի, թե իր այս նյութի համար, այս նյութը ինչ իրավիճակում է հայտնվել ռեպորտաժի կարգավիճակում։ Եթե մենք ասում ենք, որ ֆորս մաժորի դեպքում ամեն ինչ ընդունելի, այսինքն ինչ նշանակում ամեն ինչ։ Նշանակում ենք ասում ենք հետևյալը. ֆորս մաժորի դեպքում կանոնները կարելի է խախտել։ Հայաստանը մի երկիր է, որտեղ շաբաթը մեկ ֆորս մաժոր է տեղի ունենում։ Շաբաթը մեկ։ Ну, ամիսը մեկ։ Ամեն օր։ Ամեն օր։ Եվ չգիտեմ, խորհրդարանական ընտրությունն է ֆորս մաժոր, նախագահի ընտրությունն է ֆորս մաժոր, թիմ ընտրությունն է ֆորս մաժոր է, ամեն օր ֆորս մաժոր։ Նշանակում է մենք ինչ անենք, ամեն օր մեր բաները խախտենք։ Հակշուկա ֆորս մաժոր է։ Հա։ Այնպես որ ֆորս մաժորի դեպքում է ստացվում է այնպես, որ լրագրողը ստիպված է պարտիզանի կյանքով ապրել, պարտիզանական պայքար մղել։ Այսինքն, եթե ես լինեի պարտիզան, եթե ես լինեի 42 թվականին Բելարուսիայում, եւ եթե ես լինեի լրագրող, եւ եթե Օբերմանշտուրմֆյուրերը ինչ որ ասենք համերգ կազմակերպեր, եւ որպես ակրեդիտացված լրագրող գնայի այնտեղ եւ չպայթացնեի, թռուցիկներ տարածեի, ինձ կասեին, որ նա հերոս է, չէ՞։ Ոչ ոք չէր ասի, նա խախտեց լրագրողական էթիկայի նորմերը, արևմտյան ստանդարտները, բացարձակապես մարդը պարտիզան է։ Հիմա մենք պետք է որոշենք, եթե իրոք մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք, ուրեմն մենք բոլորս, չգիտեմ, պարտիզաններ ենք եւ այդ դեպքում մեզ ամեն ինչ կարելի է։ Պոպուլիզմը պահանջում է ասել այո, պարտիզաններ։ Շատ դեպքերում էլի ծայրահեղացել իրավիճակը, բայց ինձ թվում է մենք ուղղակի ճիշտ ճանապարհի վրա լինելու համար ոչ թե օգտագործենք ֆորս մաժորային իրավիճակ հասկացությունը, այլ ոչ էլ էքստրեմալ։ Այստեղ հարցը հետեւյալում է կայանում. Արդյոք տվյալ դեպքում լրագրողը համարում էր, որ շատ ավելի կարևոր է, որ ինքը հանդես գա որպես քաղաքացի, թե որպես պրոֆեսիոնալ լրագրող։ Ինձ թվում է, այլ երկընտրանքը հենց դրանում է։ Եվ այդ տրամաբանությունը դուք երեխայք կան, հա, խնդրեմ։ Կուզենայի հակադրվել քո ասացին, Բորյա ջան, ինչ առումով։ Դրա համար ենք այստեղ, որ իրար հակադրենք։ Մոռանանք ամեն ինչը, հիշենք մարտի 1-ը եւ հիշենք օպերատորին, որը աշխատում է այդ իրավիճակում։ Որպես քաղաքացի, որպես տղամարդ, որպես հայր, որպես ծնող, որպես չգիտեմ ինչ, իրան դրսևորելու լիքը հնարավորություններ կա։ Վերջնի քարը խփի ոստիկանի գլխին, որը իր աչքի առաջ մի հատ կնոջ գլուխ է ջարդել։ Դրա համար Եվ 11 զոհ ունենայինք, ոչ թե 10։ Կունենայինք 11 զոհ եւ Բայց չէին ունենա կադրերը։ Որևէ կադր դու չէիր ունենա։ Ուրեմն ամեն մարդ թող իր գործով զբաղվի, ժողովուրդ։ Չէ, մի րոպե։ Այդ պահին լրագրողը ընտրությունը կատարում է իշա լրագրողական պարտականության։ Այդ դեպքում այդ ընտրությունն է կատարվում, հանրության շահը այդ պահին պահանջում է, որ ինքը նկարի, ոչ թե գնա կրկի։ Սա է ընտրության հարցը։ Այնտեղ ոչ մեկին պետք չէ։ Այս իրավիճակում այդ մարդիկ ընտրել են, որ հանրության շահը պահանջում է, որ ինքը բողոքի, ոչ թե լուսաբանի։ Ախր օրենքը եւ ներքին, այսպես ասած, չգրված օրենքը պետքա միակը լինի։ Ընտրության խնդիրներ այդտեղ չի կարող լինել։ Պրոֆեսիոնալ մի հատ խնդիր կա։ Որ բոլոր դեպքերի համար հնարավոր չի սահմանել կանոններ։ Պրեամբուլայում մենք այդպես նախաբանում գրել ենք, հա, այստեղ։ Եվ միշտ ցանկացած էթիկական կանոնագրում նախաբանում գրված կա։ Հնարավոր չէ բոլոր դեպքերի համար սահմանել կանոններ։ Դեպքերի համար Տրանսլյացիա սմող օպերատորը անջատում է կամերան, գնում է նրանց կողքը կանգնում է։ Ու դուք տեղեկություն չունեք ընդհանրապես ընդեղ ինչ է կատարվում։ Դա է արդեն Եթե ինքը միակ օպերատոր է, այդ հանգամանքները կա։ Եթե 50 օպերատոր կա, այդ միգուցե իմաստ ուներ օգնության հասնել։ Ես տեխնոլոգի 20 Դա չի կարա տեսնել։ Բողոքի ակցիայից հետո մի հոդված գրեցի եւ օրինակ վերեցի բժշկին, որը
երթում է տվել չվնասել, բուժել, օգնել, բայց դժվար է պատկերացնել բժիշկների մեծ մասին, որոնք իրենց մերձավոր ազգականին կվիրահատեն։ Ծանր վիրահատության մասին է խոսքը, որովհետև այս մարդիկ հոգեբանորեն, մարդկայնորեն չեն կարող դա անել։ Այդ մարդկանց ինչ անը, գնդակահարենք, որ ինքը իր վիրաբույժի պարտականությունը չի կատարում, շատ դժվար է։ Շատերդ գիտեք, ես գիտեմ մի քանի հոգու, ովքեր որպես լրագրող լուսաբանել են պատերազմը վերջին եւ հենց ճակատային գծում ստիպված են եղել ավտոմատ լիցքավորել, ասենք թե։ Հա, բայց գնացել էր նկարելու կամ գնացել էր լուսաբանելու։ Ասենք չէ, ապեր մի արա։ Եվ այլն եւ ես համարում եմ, որ շատ կոնկրետ ընտրության հարց է, մարդիկ կոնկրետ պահին կոնկրետ ընտրել են լինել քաղաքացի իրենց բոլոր դարդերով եւ այլն եւ այլն։ Եվ մի քիչ վերանալով, բայց շատ չհեռանալով առարկայից, ասեմ, որ տեխնոլոգիաների շնորհիվ թե պատճառով փաստի լրագրությունը հանդիսավոր մահանում է աշխարհում։ Փաստի լրագրությունից գրեթե այլևս ոչինչ չի մնալու։ Մեկնաբանության լրագրությունը, բազմակարծիք լրագրությունը, կողմնակալ լրագրության առատությունը բերելու է այն իդեալական չի լինելու, ուրեմն հնարավոր օբյեկտիվության։ Չի հետևանքով է դա լինելու։ Փաստերը հեշտ հասանելի է։ Հա, բայց փաստի լրագրությունը չի լինել լրագրողներ, որպեսզի հանրությանը որպեսզի հաշվեն падգամավորների թիվը, ասենք թե եւ այլն ֆոտոն, վիդեոն եւ այլն այդ ամբողջը on-line ուղիղ հեռարձակումները, արձանագրողները, արխիվացնողները, վիճակագրություն կազմողները ահագին լուրջ նյութ են տալիս եւ իսկապես լրագրող ունենալ նրա համար, որ գնա ինչ-որ բան հաշվի բերի գրի 44.5 տոննա, որից 2 տոննան ուրեմն շարքի այդ ժամանակներն անցել են։ Հարկավոր է սա հաշվի առնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կան դիտոր մարմնի անդամներից մեկնաբանություն խնդրեմ։ Ես անկեղծ չէ ուզենա, որպեսզի մենք ասում ենք կանոնից բացառություն սահմանենք։ Եթե կանոնն է, որ պետք է դրան կոնֆլիկտ ունենա եւ օբյեկտիվ լինի, բայց որոշ դեպքերում կարող է հանրային գեր, ես չէ ուզենա կանոնից բացառություն, դա վտանգավոր է։ Մեր հասարակությունը եթե մի բացառություն միջամտելու կանոնում էլ մեկ բացառություն ունենք, չգիտեմ ինչու է բացառությունը դերային կոնֆլիկտ չպետք է լինի բայց այստեղ բացառություն չկա բայց դեր ընտրելու հնարավորությունը դուք պիտի վերապահվեք չենք սահմանում դերային կոնֆլիկտ չպետք է լինի եթե դու այնտեղ արտահայտում ես տեղում հենց կոնկրետ այդ իրադրության ժամանակ կո քաղաքացիական կամ քաղաքական դիրքորոշումը դու այլևս զրկվում ես իրավունքի լուսաբանել այդ դեպքը հետո գալիս երրորդ դեմքով գրում ես 4 պատվարժան լրագրողներ դերային կոնֆլիկտից թե որոշակի ժամանակ Այդ նյութի մասին։ Չէ, կոնկրետ այդ դեպքի եւ մենք ունենք եւ կոնկրետ լրագրող Գրիշայի անունը տրվեց եւ կոնկրետ լրատվամիջոց, որը արգելեց իր լրագրողին լուսաբանել այդ մասնակցել ես վերջ, դու էլ չես լուսաբանում։ Մենք օգտվում ենք այլ աղբյուրներից։ Հիմա համանական դատանի դիրքորոշումը, որտեղ լրագրողը պարտավոր է կարծիք արտահայտել։ Դա 990 որոշման մեջ ասել, կարող են բարոյական կարծալ, մամուլի դերնավարի։ Կաչի Խարությունյանի կրածները մեզ համար ասում են կարճին է, հա, կարծած։ Ո՞վ է Կաչի Խարությունյանը։ Մամուլի դերնավարին եկան փաստերը հաղորդել, այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները, Դատարանը ոչ անձը չի։ Մեկնաբանել դա չի նշանակում, որ անպայման լրագրողը պիտի մեկնաբանի։ Բայց ով է արտոնագրել լրագրողին։ Իմացեք, որ նման բան կա։ Նույն մամուլը։ Չէ, դա մամուլի առաքելություններից մեկն է, հանրային մամուլը եւ լրագրողն է, այն ամենը ինչ որ Ուղղակի լրագրողը բերում է միայն փաստեր, մյուս լրագրողը ինչպես գնել ասեց, որը վաստակել է իրավունք կարծիք հայտնել կարծիք է ներկայացնում եւ դրանով մամուլը իր համընդհանուր դերակատարությունը իրականացնում է։ Ընտրեմ Գևամ։ Իրոք մենք խոսում ենք ինչի համար է այս ամեն ինչը կարևոր, որ հանրությունը կարդա ու տեղեկություն ստանա։ Հիմա լրատվամիջոցները իրենց ներկայացուցիչ լրագրողները իրենց ոնց են պայդարլիճում ակցիային արել, քաղաքացի են եղել, լրագրող են եղել, հա, արդյունքում
ի վերջո մնում անստված կային, ինչ որ ես կարդում եմ, տեսնում եմ, չգիտեմ, լսում եմ, հա, այն ինչ որ հաստում են ինձ որպես հասարակություն։ Հիմա ես որպես սպառող, մեդիա սպառող կարող եմ փաստել, որ այդ օրը այն ինչ որ լսում էի, այն լրատվամիջոցներով, որոնք որ մասնակցել էին ակցիային, սուբյեկտիվ էր եւ չէր համապատասխանում իրականությանը որոշ տեղերում։ Այդքանով ես դժգոհ եմ։ Այո, չացնում։ Բայց միայն այդ լրագրողներով իմ համար այդ օրվա լրատվությունը չոր, լավը չէր, սուբյեկտիվ էր։ Ու դրա պատճառով, ակցիայի պատճառով է դա։ Եթե լրատվությունը ամբողջ կազմում մասնակցի ակցիայի ոնց կարող։ Ինչ դեր կոմերց սուբյեկտիվ տպավորություն ստեղծում, այն որ Զաուրի Բոստանջյանը հավաքել էր կարտերը, դա սուբյեկտիվ է։ Այն որ քվարկեց 72 հոգի, 77, հետո 72, հետո իջացի 71, դա սուբյեկտիվ է։ Մեսրոպ, դու ուզում ես այդ օրվա բոլոր փաստերը այսօր նշում ես բոլոր թվերը։ Չէ, բայց եթե դու գիտեի, որ լրատվամիջոցներն են մասնակցել, իրենց նայում ես, դու գիտես, որ սա մասնակից է եղել։ Եվ այդ մասնակից գիտեմ, ես Լևոն ջան, մյուսները։ Չէ, դա եմ ասում էլի, ես նյութերը իրականում չեմ նայել, թե այն մյուս 3 լրագրողները որևէ բան 19 քո ասելով։ Հա, 19-20 էլի 15 հոգի վերևն էին։ Հա, ուրիշ բան, եթե գիտես, որ իրենք մասնակցել են եւ նայում ես, եթե խապում են հասարակության, իսկապես երրորդ դեմքով պատմում են, որ 20 հերոս լրագրողներ ելան բանի, սա այլանդակություն է, այդպես չպիտի լինի։ Խոսքը հասկանում եք, չէ՞, որ այդ դահլիճում տեղի ունեցած կես ժամից մասին չէ, խոսքը process-ի մասին է ամբողջ օրվա։ Այսինքն այդ թվի մասին չի դեսրոջ ջան խոսքը։ Շատ կար։ Նախ ուղղակի քանի որ օրինակ ցուցարարների հետ 3000 հնչեցին, ես կարծում եմ, որ մենք պետք է երևի քանի ընդհանուր բաների կարող ենք գալ, որ ասենք բացառությունը չպետք է դառնա օրինաչափություն, այսինքն միշտ այդպես ոչ մեկը չի դատապարտում այն լրագրողներին, ովքեր որ կանգնեցին, իրենց ընտրությունը ոչ մեկը բարոյական իրավունք չունի դատապարտելու, ուղղակի մի մասը ասում է, որ այն րոպեին, երբ որ իրանք բացահայտում են այդ պլակատները, այդ րոպեին իրենք արդեն իրենց լրագրողական պարտականությունները չեն կատարում, այլ արտահայտում են դիրքորոշումի։ Ես կարծում եմ դրանում բոլորը համամիտ են։ Ես ուզում որ անկախ նրանից թե ինչ կարծիք դրա մասին ինչ որ դաս քարել։ Ես կարծում եմ, որ միջազգային պրակտիկայում էլ կան բազմաթիվ օրինակներ, նույն ուրեմն Բոսնիայի կոնֆլիկտի վերաբերյալ եւ Reuters-ի ուրեմն լրագրողը, չէ, CNN-ի լրագրողը գալիս է եւ տեսնում է այնտեղ վիրավորված հատստականի, եթե ինքը վերցնի բլոգ պոստում ինքն կարող է բռնվել եւ այդ կադրերը տեղ չհասցնի ընտրության արժեվ է կանգնած եւ սա ամեն անգամ բերում են այս օրինակը դրա համար, որպեսզի ամեն մի խմբագրություն իր համար նմանատիպ, իհարկե բոլոր պայմանների համար որևէ ռեցեպտ չի կարելի կազմել, բայց նմանատիպ իրավիճակներում ինչպես պետք է վարվի լրագրողը, տվյալ լրատվամիջոցի լրագրողը, որ ինքը մի ժամ չկանգնի մտածի, սրան վերցնեմ, թե չվերցնեմ։ Ինքը եթե գործում է այդ խմբագրության անունից, ուրեմն պետք է գործի այդպես։ Եթե ինքը իր որոշումն է իրականացնում, ապա ինքը արդեն դադարում է այդ խմբագրությանը պատկանել եւ ենթարկվել այդ պայմանավորվածություններին, այդ կոդեքսին ասում։ Եվ քանի որ համեմատություն կար նաև ռազմական իրավիճակներին, ես ուղղակի բոլորին լրագրողներին գոնե շատ լավ հայտնի սկզբունք բերեմ, որը կարծես թե բացառություն չունի։ Այն պահին, որ լրագրողը ձեռքն է վերցնում զենքը, ինքը կորցնում է լրագրողին պատկանող ցանկացած պաշտպանությունից, իմունիտետից։ Քանի որ համեմատություն եղավ, համենայնտեպս դա էլ ասենք։ Այսինքն մենք չենք ուզենա իհարկե որպեսզի լինեին ինչ-որ ռեպրեսիաներ այդ լրագրողների նկատմամբ, բայց զուտ իրավական տեսակետից կամ, չգիտեմ, կարգավորման տեսակետից կարող է ընդունելի լինել, եթե նրանք զրկվեին հավատարմագրությունից, կոնկրետ այդ լրագրողները, բայց ինձ թվում է իրենք պատրաստ էին դրան եւ գիտակցաբար էին գնում այդ քայլին։ Հերիքնազն էր ուզում հարց տալ եւ կներեք ձեր անունը Վահագը։ Խնդրեմ հերիքնազ, Վահե, խնդրեմ, միկրոֆոն եթե կարելի է։ Հա, եթե ուզում ես որ լսվես, այո։ Ինչ անենք։ Ես լսեցի բոլորի, դու հասկացա, որ հարկավոր է կոնսենսուս եւ առաջարկում եմ լրագրողական ակցիան դիտարկել որպես սոցիալական գովազդ։
Որովհետև իրենք այդ պահին սոցիալական հարց էին լուծում, հասարակական հարց էին լուծում եւ էդ էլ է լրագրողական գործ, մարդիկ սուսուփուս իրանց թղթերով գովազդեցին այն դա լրագրողական գործ էր։ Իմ կարծիքով հա, լավ էլ լրագրողական էր։ Մյուս կողմից էլ եթե դիտարկենք, որ դա քաղաքականներ կամ քաղաքացիականներ, ես կարծում եմ, որ այդ 4 լրագրողները միգուցե չփրկեն երկիրը, բայց քաղաքացիական ակտիվությունը հաստատ անհրաժեշտ է։ Բայց արդյոք սոցիալական գովազդը դա լրագրողական է։ Դե ես համարում եմ, որ մեդիայի աշխատանք է, բայց աշխատանք էր եւ ոչ միայն լրագրությամբ ինչ որ մի ձևով իրենք նաեւ որպես լրագրողական գործունեություն այդտեղ հանդես եկան, բայց իհարկե ավելի ծանրակշռ էր իրենց քաղաքացիականը եւ մյուս կողմից էլ ուզում եմ հիշեցնել, թե այդ որտեղ է տեղի ունեցել։ Մենք քննարկում ենք էթիկայի նորմեր մի վայրում տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ, որտեղ էթիկայի հանձնաժողովներ կան, որը օրենսդրական մարմնի ամենամեծ, ոնց որ ասում են, ամենահարգալի եւ ամենաժողովրդականը պիտի լիներ թվում է, բայց որևէ էթիկայի նորմ չի պահպանվում։ Իսկ մենք պահանջում ենք լրագրողներից, որ նույնիսկ այդպիսի խաղաղ դրսևորում էթիկայի այսպիսի նրբագույն խախտում թույլ չտային։ Իմ կարծիքով իհարկե բոլորս էլ ճիշտ ենք եւ իհարկե կարելի է լրագրողական, այսպես ասած, հաստագլուխություն հանդես բերել եւ ասել մեռնեմ օրենքին, այդտեղ սենցա գրված եւ այլն, բայց մյուս կողմից էլ նորից եմ ասում, որ այդ ակցիան ճիշտ է, այդ 4-ը չէին իրականում հերոսներ, այլ ընդհանրապես փողոցում կանգնած երիտասարդները կամ այդ խաղաղ ակցիա անողներն էլ էին նույնպիսի հերոսներ, բայց այդ դեպքում նրանք ճիշտ քայլ են այլ իմ կարծիքով արժե երևի կքննարկենք քո տեսակետը, բայց նույնիսկ եթե սոցիալական գովազդ դիտարկենք դա, նույն մարդը չի կարող զբաղվել լրատվամիջոցում համ գովազդով, համ լրագրողական գործունեությամբ, հա։ Այսինքն նույնիսկ եթե դա համատեղել է չի ստացվում, հա, Վահե, խնդրեմ։ Երկու հարց ունեմ, բայց մինչև հարցը անդրադառնալու մի բան նշեմ, ես համոզված եմ, որ նմանատիպ քննարկում կկազմակերպել նաև ազգային ժողովի հանրապետական եւ օրինաց երկիր խմբակցությունների ներսում, եթե նրանց պատգամավորներից գոնե մեկը, որ հանդգներ, այսպես ասեմ, դեմ քվեարկել այդ պայմանագրերին։ Քանի որ իրենք կողմ են քվեարկել ուղղակի կորպորատիվ շահից ելնելով եւ իմ կարծիքով կլինեն այնտեղ պատգամավորներ, ովքեր որ ուղղակի դեմ են եղել, որոշակի կապանքներից ելնելով կողմ են քվեարկել։ Ինչը ներքին համոզմամբ իհարկե։ Չէ, նաեւ ինչի եմ այս եզրակացության եկել, որովհետեւ զրուցելով այդ թեմայի շրջանակում հարցազրույց վերցնելով մի քանի հանրապետական խմբակցության պատգամավորներից, հենց իրենք են նշել, որ կորպորատիվ շահը մեզ պարտադրում է քվեարկել հանուն իրենց քաղաքական շահի, իրենց կուսակցության ղեկավարության։ Ինչևէ, հարցերս հետևյալն են։ Նախ լրագրողը աշխատանքից դուրս չնայած նշեցիք, որ 24 ժամի աշխատանքի process-ի մեջ է գտնվում։ Փաստացի աշխատանքային ժամերից դուրս ինքը իրավունք ունի Facebook-ում իր ազատ կարծիքը արտահայտելու, քանի որ սա իսկապես մեր առօրյայի լրագրողի առօրյայի մեջ մտած խնդիր է եւ ինչքանով իրավունք ունի։ Ես գիտեմ մի քանի լրատվամիջոցներ, որոնց լրագրողները կոնկրետ պայմանագիր են ստորագրել որոշակի էթիկական եւ այլ նորմերի տակ, որ հարգելի լրագրող, դու աշխատելով մեր լրատվամիջոցում իրավունք ունես քո դիրքորոշումը արտահայտելու Facebook-ում կամ այլտեղ։ Ու նաև հետաքրքիր է, այս դեպքում բանավոր ես կարող եմ այսպես իմ ընկերների հետ զրույցում իմ դիրքորոշումը արտահայտել թե ոչ։ Սա էլ է խնդիր։ Եվ երկրորդ հարցը մի իրավիճակ օրինակ բերեմ, որի վրա հարցը ձևակերպեմ։ Ես ունեմ բազմաթիվ մտերիմ լրագրողներ, որոնց հանդեպ սրտացավ եմ եւ ենթադրենք ես իմ իքական սերի գործընկերներից մեկի հետ հայտնվում եմ մի իրավիճակում եւ լուսաբանում ենք մի իրադարձություն, որի ընթացքում դիմացի ինչ որ երրորդ անձ հանդգնում է վիրավորել, ավելի նույնիսկ բռնություն կիրառել իմ գործընկերուհու նկատմամբ։ Եվ ես որպես սրտացավ գործընկեր եւ որպես երիտասարդ տղամարդ, ով ունի որոշակի արժե համակարգ։ Ինչ անեմ, տեսախցիկը վերցնեմ ձեռքս եւ նկարեմ այդ process-ը, որ հրաշաց եւ զանգեմ խմբագրից հարցնեմ գործընկերուհուս, չգիտեմ, հարվածում են կամ վիրավորում են, ինչ անեմ, լուսաբանեմ շատ զիլ կադրեր կունենամ։ Բայց այդ պահին դուք ձեր պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման պայմաններում չեք գտնվում, չէ՞։ Ձեր ընկերուհու հետ ուղղակի ոսնում է։ Չէ, պայմանները աշխատանքի մեջ են, պայմաններում են։ Ինձ համար դա է կարևորը։ Այդ դեպքում կարևոր է դա ձեր ընկերուհին է, թե այլ մի աղջիկ կամ կին։
Չէ, նկատի ունեմ գործընկերուհի ում հանդեպ սրտատեմ ինչու եմ ասում գործընկերուհի, քանի որ տեխնիկական սերի հարցը պաշտպանողի դերում ես պետք է լինեմ։ Դրա համար եմ ասում, ես իհարկե իմ կարծիքը ունեմ, ուղղակի ձեր կարծիքը։ Շատ լավ, նույնն վաղուց ուզում էր խոսել եւ առաջինը ուներ կպատասխանի։ Ես ուղղակի ուզում եմ արձագանքել ձեր ասածին, ինձ թվում է դուք պետք է անպայման ձեր համակարգի մեջ եղած քայլերը այդ պահին անեք, հետո մենք քննարկենք այդ ամեն ինչը, դրա արդեն ինչ-որ օրենքներ դուրս կբերենք, սա կիսա կատակ կիսալու։ Ընդհանրապես ձեր հարցերին կարծում եմ ոչ ոք այս սեղանի շուրջ միանշանակ նորից չի պատասխանի, որովհետև օրենքներ գոյություն չունեն, կամ պրեցեդենտներ, որոնք դրսի տարբեր լրատվամիջոցները կիրառում են եւ կիրառում են նորից շատ քննարկումների միջով անցնելով, որովհետև մենք կարծում եմ ապրում ենք եւ աշխատում ենք լրատվական դաշտի վերափոխման, ձևափոխման մի ժամանակաշրջանում, որտեղ այդ քայլերը եւ այդ պահանջները փոփոխության ամեն րոպե են հայտնվում։ Եվ մենք ինքներս ես գիտեմ, որ ասենք Հայաստանում այդ Facebook-ի հարցը շատ լուրջ է եւ ոչ միայն Հայաստանում, եւ բազմաթիվ այլ հարցեր են շատ լուրջ։ Ես ելքը տեսնում եմ միայն մի ձևով, որ այնուամենայնիվ ամեն խմբագրությունը ինչ որ ձևի կանոնակարգ ունենա։ Թող այդ կանոնակարգը պետքա փոփոխական լինի, չի կարող ուրիշ ձևի լինի։ Այդ կանոնակարգը վաղը հենց կարող է արդեն ժամանակավրեպ լինի, բայց ինքը պիտի լինի, որպեսզի ես եւ դուք ունենանք հստակ պայմաններ, որով մենք աշխատում ենք։ Դա փրկության ճանապարհներից մեկն է, ես չեմ ասում, որ դա միանշանակ։ Իսկ այն, որ ամեն մեկս որպես քաղաքացի կարող են հայտնել մեր դիրքորոշումը, դա մեզանից այդ իրանքը ոչ ոք երբեք չի վերցնի, ուրիշ բան թե դրա հետևանքներին մենք ինչպես ենք պատրաստ, այդտեղ արդեն ամեն մեկ էլի ընդունում։ Ես վերջում էլի ուզում եմ վերադառնալ նրան, որ մենք խոսում ենք, որ հասարակական ընկալում է այս քայլի շատ դրականը։ Եվ սա մի կողմից հետաքրքիր է դրական իմաստով, մյուս կողմից շատ սիմպտոմատիկ է եւ մի քիչ վախեցնող, որովհետեւ դա նշանակում է, որ հասարակության ընկալումը լրագրության, մասնագիտության, լրագրողի դերի, լրատվամիջոցներից երկրում ընդհանրապես աղավաղված է։ Եվ միգուցե սա էլ այն ճանապարհն է, որով պետք է մտածել եւ հասկանալ իսկ ինչպես անել, որտեղ սպասումները լրագրության եւ լրատվամիջոցների կողմից, ոչ թե կողմից, այլ լրատվամիջոցներից սպասումները շատ հաճախ չեն համապատասխանում այն իրական ֆունկցիաներին, որոնք մենք որպես լրատվամիջոց, ասենք, դուք պետք է կրեք։ Ով է լրագրողը, պատասխանեն Գագիկ Շամշյանը։ Դե հիմա ես չեմ անձնականացնել այդ ամեն ինչը, հա, վերջում։ Պատկերացումների մասին ինձ թվում է դա շատ մեծ ու լուրջ հարց է, որը էլի ազդելու է բոլորիս գործունեության վրա։ Այո։ Հետո այս նույն շարքից ասենք ինչ է այսօր քաղաքացիական լրագրողը։ Քաղաքացիական լրագրողը այն մարդն է, ակտիվիստն է, որը սկսում է զբաղվել լրատվական գործունեությամբ։ Պրինցիպի, հա, կարող են շեղումներ։ Հիմա ինքը ով է։ Եվ ինչի մենք խոսում ենք այսօր նաև քաղաքացիական լրագրողներին բերելու լրագրողական էթիկայի դաշտ, հա, սրա մասին անընդհատ խոսում։ Այնքան հարցեր կան։ Այսօր ես էլի ինձ տվեցի 10 անգամ ավել հարց, քան թե պատասխանեցի եւ ստացա պատասխան։ Այն ժամանակ, երբ որ գրվում էր այս կանոնակիրը եւ այն ժամանակը, որը մենք քննարկում ենք, այս 7 տարիները մանավանդ Հայաստանում այնպիսի տեխնոլոգիական առաջընթաց է գնացել, այնպիսի նոր իրողություններ են եկել, որ չգիտեմ, ահագին փոփոխությունների կարիք կա, որովհետև այսօր մենք արդեն դժվարանում ենք, այն անգամ Բորիսի հետ էինք զրուցում, ընդհանրապես դժվարանում ենք զանգվածային լրատվության միջոց հաստատությունը ընկալելուց, հա, եւ ասում էինք արդեն այդ տերմինը պետք է հանել շրջանառությունից, որովհետև ըստ էության, այսինքն մենք նույնիսկ լրագրողը արդեն դժվարանում ենք սահմանել ով է լրագրող, հա, ով է զբաղվում լրատվական գործունեությամբ եւ այսպես շարունակ, այսինքն բանը փոխվել, իրավիճակը փոխվել, չգիտեմ, շատ մեծ իրավիճակը փոխվել եւ այդ իրավիճակին համապատասխանող կանոնները պիտի փոխվեն, հա, եւ դրա համար է որ ես սիրում եմ Վաշինգտոն Պոստի օրինակը, Վաշինգտոն Պոստի էթիկայի կանոնակի պրեամբուլայում գրված է, որ մենք հասկանում ենք, որ ժամանակը փոխվելու հետ փոխվում են նաեւ պարտեշտության եւ մնացած բաների մասին պատկերացումները։
Այն ինչ անընդունելի էր նախորդ սերնդի համար, կարող է ընդունելի լինի այս սերնդի համար եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք անընդհատ պիտի փորձենք աշխատել ժամանակի հետ, ժամանակի գնալ, այսինքն ժամանակի համար փոփոխել նաեւ այդ կանոնները։ Եվ խոսքը նաև ներողություն ես շարունակեմ, խոսքը նաև այդ Facebook-ում արտահայտվող կարծիքների մասին է։ Միանշանակ դրան պատասխանել դժվար է։ Լուծումների տարբեր եղանակներ կան։ Ասենք, եթե դու հրապարակային կարծիք արտահայտեցիր Գազպրոմի փաստաթղթերի վերաբերյալ, ուրեմն բարի եղեր լրատվամիջոցում այդ թեմայի շուրջ չգրել։ Ենթադրենք, հա, կարող է այսպիսի համարակում լինել։ Կամ էլ ասենք, գոնե քո կարծիքը Facebook-ում եւ քո կարծիքը լրատվամիջոցում իրար չպետք է հակասվի։ Եթե իսկ մենք դա դժվար է։ Ամենտեղ հանդիպում ենք այդ հակասությանը։ Հետևաբար ես ինչի պետք է հավատամ, այդ լրագրողի չպիտի լինի մոտորապես։ Չէ, դեպքում մենք շատ լավ իմանում ենք ով է, շատ լավ իմանում ենք ով է, եւ մեր հիշողությունների ստանդարտների պաշարում սարսափելի բան չկա, ես չեմ համարում, թե այդ ամեն ինչը բայց դա անհագիր է, փոխակարդան աուդիտորիայի էթիկան ստանդարտների հասարակության հետ ազնիվ խաղի կանոններ մշակել։ Դու բոլորին ասում ես, որ խաղում ես այս կանոններով։ Վստահ կամ մի վստահեք ինձ այդքան բան։ Ես համարում եմ, որ այդ կանոնները գնալով փոխվում են եւ մենք պիտի կատարելագործենք։ Ֆուտբոլը, որ թվում է թե հստակ գծված կանոններ են, ժամանակի ընթացքում ինչ-որ բաներ փոխվում են, չէ՞, որովհետեւ ժամանակը պահանջում է, որ ենթադրենք խաղից դուրսի կանոնը մի քիչ փոխվի։ Առաջ пассив օֆսայդի համար շվացնում էին, հիմա չեն շվացնում։ Ես համարում եմ, որ մենք գործ ունենք ոչ թե հիվանդության հետ մեր մասնագիտության մեջ, այլ օբյեկտիվ զարգացումների հետ։ Այսպես չէ, նկատի ունեմ սիմպտոմատիկ ախտանշային չեմ համարում այս ամբողջը։ Ախտանշային ասելիս մենք պիտի նաև մտածենք բուժման մասին, վերացնելու, կարգի բերելու եւ ես համարում եմ, որ ընդհանրապես զարգացման մասին պիտի խոսենք, բայց թողնելով դա վերադառնալով Facebook-ին, շատ լրատվամիջոցներ ունեն ոչ միայն Facebook-ի, այլև սոցիալական ցանցերում լրատվամիջոցների ակտիվության կամ пассивության շատ կոնկրետ խիստ ստանդարտներ, որ չի կար լրագրողի իրավունք այդ լրատվամիջոցում աշխատող լրագրողի իրավունք չունի կարծիք գրել։ Եվ որպեսզի շատ մերկապարանոց չլինի խոսքս իմ խմբագրած կայքում, ասպարեզում եւ ասպարեզորաթերթում նման որևէ արգելք չկա։ Ավելին խրախուսվում է իրավունք ունես այդ արգելքը դնես որպես աշխատատու։ Որպես սեփականատեր կարող եմ թելադրել, բայց իմ անձնական մոտեցումն եմ ասում, ես ուզում եմ պաշտպանել բազմակարծության հնարավոր բոլոր ձևերի առավելությունը մնացածի նկատմամբ։ Խրախուսվում է Facebook-ում մեր լրագրողների կարծիքներ հայտնելը, թող հայտնեն, վիճեն, պատկերավոր ասած քացուտակցի հասարակությունը իրենց կարծիքների կամ տեսակետի կամ դիրքորոշման հետ կապված։ Դրանից միայն զորանում է լրատվամիջոցը եւ լրագրողը։ Այն ամենը ինչ չի սպանում։ Ինձ թվում է, որ զորանում է։ Իմ համոզմունքն է, ժողովուրդ չէ, ես հանրահիդարակել ենք մետրի երկարությունը չեմ ասում քանի միլիմետր է, հա։ Մարդիկ էլ դե բնականաբար համարում են, որ ոչ միշտ դրա համար էլ կան լրատվամիջոցներ, որտեղ արգելված են, որ ուրեմն լրագրողը իր կարծիքը սոցիալական ցանցում հայտնի։ Ինչի է բերում սա դերային փախմանը։ Ինքը շատ է ուզում կարծիքը հայտնել, ճարը կտրած ֆեյք է գրանցում։ Հետո զգում է, որ այդ մի ֆեյքը աղջիկ ֆեյք էր, ինքն է զգում։ Հայ հետո մի հատ էլ տղա ֆեյք է գրանցում։ Հետո սկսում է ուրեմն 2-3 զուգահեռ կյանքեր ընթանալ։ Մեկը իր իրական կյանքում է չի կարողանում արտահայտել իր եւ սրանից բխած բոլոր կոմպլեքսներն ու բարդություններն ու պրոբլեմները եւ անազնիվ վարքագծերի նաեւ հակասություն, որը Չէ, բայց մարդը արգելվել է իր կարծիքը հայտնել, իրանել նորմալ վճարում են, ինքը աշխի, ես գիտեմ լրատվամիջոցների եւ կոնկրետ լրագրողների։ Անազնիվ է վարվում։ Դե հիմի տեսեք, արգելվել է հայտնել, ինքը ճարը կտրած մարդկային բարոյականության ասեմ ես ոնց ասեմ ասելիքս, կամ ոնց արգելում է, ինքը ֆեյք է գրանցում ու գնաց դրանից բացվող ուրիշ պրոբլեմներ։ Ես համարում եմ, որ ավելի լավ է ազատ թողնել այդ բանը։ Մոտեցումներից մեկը, որը ինձ համար էլ այդքան ընդունելի չի, բայց ասենք այդ մոտեցումը գոյություն ունի, առանձնացնել քո աշխատանքային հաղթեն քո բայց դու ասում ես, որ ես չի նշանակում, որ կողմ եմ ես մեկին կամ կողմ դա ես եմ իմ անձնական տեղն է։ Մենք արդեն կամաց մոտենում ենք ավարտին մեր
քննարկման եւ խնդրում եմ ժամանակը շատ պես խնայենք, հա, խնայաբար օգտագործենք։ Մինչև գնելին խոսք տալ, ես կուզենայի մի բան ասել, մի տեղեկություն ընդհանուր տիպի, որ այսօր կոմունիկացիաները ուսումնասիրող տեսաբանները ասում են, որ ընդհանրապես տեղեկատվական ոլորտում տեղի ունեցել ընդամենը 3 դարերի ընթացքում, ընդամենը 3 հեղափոխություն։ Առաջին հեղափոխությունը դա տպագիր այդ հաստոցի գյուտներ, որը փաստորեն դարձրեց լրատվությունը զանգվածային։ Երկրորդը դա, ասենք, եւ ռադիոյի եւ հեռուստատեսությանի հայտ գալը, նաեւ հնարավորություններ տեխնիկական շատ մեծ տպաքանակներով տպել թերթեր եւ արագ հասցնել սպառողին։ Եվ դրանով փաստորեն լրատվամիջոցները դարձան կամ սկսեցին համարվել 4-րդ իշխանություն, քանի որ իրենց ազդեցությունը հանրային կյանքի վրա դարձավ շատ մեծ։ Դա երկրորդ հեղափոխությունն էր։ Եվ երրորդ հեղափոխությունը հիմա է, վերջին տասնամյակների ընթացքում է տեղի ունենում, երբ փաստորեն լրագրող տեղեկություն տարածող դառնում է կամ կարող է դառնալ ցանկացած քաղաքացի։ Եվ այսօր երևի խոսել լրատվամիջոցների կամ լրագրողական էթիկայի մասին միայն շատ քիչ է, այսօր պետք է խոսել կոմունիկացիոն էթիկայի մասին, այսինքն այն կոմունիկացիոն կանոնների մասին, որոնք պետք է պահպանի ցանկացած քաղաքացի, որը մտնում է զանգվածային տեղեկատվության դաշտ եւ ունի այդ հնարավորությունը։ Եվ այստեղ եւս մեկ դժվարություն է առաջ գալիս, որ այդ կոմունիկացիոն էթիկան պետք է տարանջատել գործատու աշխատող հարաբերությունների էթիկայից, որտեղ ցանկացած լրագրողը ինքը նաեւ աշխատող է, իսկ խմբագիրը կամ լրատվամիջոցի սեփականատերը նաեւ գործատու։ Առաջ, երբ որ մենք խոսում ենք լրատվամիջոցների էթիկայի մասին, այդ երկու հարցերը շատ մոտ էին իրար։ Հիմա իրանք փաստորեն հստակ տարանջատվում են։ Խնդրեմ գնել։ Ես ուրախ եմ, որ այդ մասին դու խոսվես, որովհետև ես մոտավորապես նույն թեմայով ես ուզում եի ասել, որ մենք իհարկե չենք կարող լինել այս հարցում Հռոմի պապից ավելի կաթոլիկ եւ վերջնական գնահատականներ տանք դատավորի դերում լինելով, հայտնվելով։ Մանավանդ որ մենք ունենք շփման խնդրեմ։ Շփման, այ կոմունիկացիոն էթիկայի խնդիրը հենց շփման խնդիրն է, որը հասարակություն իշխանություն շփումն է, լրագրող ընթերցող շփումն է եւ քաղաքացի շփումն է։ Այդ շփման խնդիրը, որը այսօր արտահայտվում է նաեւ ցանցային միջավայրում մեր ապրած ժամանակահատվածով, այսինքն օրը 4-ից 8 ժամ կամ 12 ժամ մենք ցանցերում ենք անցկացնում եւ դադարում ենք իրար շփվել մարդավարի։ Այդ դա հանգեցնում է պրոբլեմատիկ երևույթների։ Եվ մենք հիմա պարզապես ականատեսն ենք, վկաներն ենք ինչ որ մի փոփոխության, որը մենք դեռ չգիտենք թե ինչ է։ Մենք պարզապես հիմա ուզում ենք հասկանալ, թե մենք ինչ ենք տեսնում։ Ընդհանրապես իմ ասածը դա է։ Եվ վերջո մեր դերակատվական դաշտը բխում է քաղաքական դաշտից։ Մենք ունենք այն դաշտը, որպեսզի քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտի ներկայիս վիճակը բխում է տնտեսական դաշտի վիճակից։ Այս շղթան կարելի է շարունակել։ Եվ առանձին ոլորտի խնդիրների մեկուսի դիտարկումը կարծում եմ հստակ կանոնների անվերապահ ընդունումը կարծում եմ այնքան էլ չի համապատասխանում կյանքի բերած մարտահրավերներին։ Ես այնուամենայնիվ նաև գտնում եմ, որ մասնագիտական պարտքի կատարումը եւ քաղաքացիական պարտքի կատարումը հնարավոր է, որ եզրեր ունենան, եւ հնարավոր է, որ այդ եզրերը ինչ որ ձևի կանոնակարգվեն նույն այլ կանոնագիրներում, վարքականոններում եւ այլն։ Ուղղակի մի բան այնքան էլ դուր չեկավ եւ համատություն հարցի ժամանակ Հերիկնազը հիշեցրեց, որ եթե պարլամենտում այսպիսի պատգամավորներ կան, որոնք որ բոլոր էթիկայի նորմերը խախտում են եւ այլն, ես այնուամենայնիվ ամեն անգամ ասում եմ, որ չի կարելի եւ լավորեն չպետք է գնան հավասարվեն այն մականունավոր պատգամավորներին եւ այո, նրանք կարող են ամեն օր խախտել եւ այլն, դա չի նշանակում, որ պետք է գնան հավասարվեն, այնուամենայնիվ եւ կրթական մակարդակով լրագրողները շատ ավելի բարձր են եւ մարդկային եւ դասյակ։ Այնպես որ այդ մակարդակը այնուամենայնիվ դարձել է բացի։ Ոչ չէ, դրա հետ կապ ուղղակի որ ասում են էթիկայի խախտումների մասին։ Այդ ուրիշ է, հա։
Կա ուրիշ ցանկացող կարծիք հայտնելու, այդ դեպքում փորձենք շատ կարճ ամփոփել, ճիշտ ասած մենք հիմնականում դիտորդման մինը բողոքներ են քննարկում եւ ինչ որտեղ պարտավոր ենք բողոքների վերաբերյալ ներկայացնել եզրակացություններ։ Սա այն դեպք է, որ մենք կոնկրետ բողոք չենք ստացել, բայց քանի որ հանրային քննարկման թեմա է դարձել, որոշել ենք դա քննարկել եւ ինչքան հնարավոր է հանրային մթնոլորտում ինտերնետի օգտագործմամբ, բայց եւ երևի պարտավորված չենք եզրակացություն տալ։ Ճիշտ են վարվել այն լրագրողները, որոնք ակցիա եւ իրավունք էլ չունենք նույնիսկ այդ պայմաններում, բայց մենք կարող ենք արձանագրել եւ գոլեգաները դա արեցին մի քանի հանգամանքներ, որոնք լրագրողը երևի պարտավոր է հաշվի առնել որոշելու համար ինքը պետք է մասնակցի այդ կարգի ակցիաներին, թե չպետք է մասնակցի։ Դա չի թելադրում իրեն վերջնական որոշում, բայց հաշվի առնել պետք է։ Եվ ես կփորձեմ թվարկել, միգուցե ամբողջական ցուցակ կլինի, գործընկերները կավելացնեն, եթե կարիք լինի։ Նո, առաջին շատ ընդհանուր սկզբունքը, որ ամեն դեպքում լրագրողը պետք է գիտակցի, եթե ինքը ոչ լրագրողական արարքով ներկայացնում է ինչ-որ սուբյեկտիվ կարծիք կամ մոտեցում խնդրին, ինքը ռիսկի առաջ է կանգնում, որ իր գրածը արդեն իր լրագրողական աշխատանքը որոշակի անվստահություն կարող է արժանանալ, այսինքն այդ ռիսկը կա, դա չի նշանակում, որ միշտ պետք է այդ ռիսկի թելադրանքի տակ լինի, բայց ռիսկը գոյություն ունի։ Երկրորդը, ի վերջո լրագրողական էթիկան ինքը որպես երևույթ, ինքը առաջ է եկել այն պատճառով, որպեսզի անհրաժեշտություն կար, որ լրագրողական գործունեությունը, որը շատ մեծ ազդեցություն է ունենում հանրության վրա, լինի հանրության հետ ոչ կոնֆլիկտային հարաբերություններով, որպեսզի հանրությունը գնահատի լրագրողի աշխատանքը։ Եվ այստեղ ԵԱՄ-ը ինձ թվում է շատ կարևոր մի միտք առաջարկեց, որ շատ կարևոր է նաև ինչպիսի հանրային արձագանք գտավ լրագրողի այդ ակցիան։ Դա էլ պետք է հաշվի առնել, որտեղ գիտեք, կարող է լինել այլ ռեակցիա, ասենք թե լրագրողները ակցիա չեն անում, բայց հեռուստացույցների առաջ նստած են մարդիկ, այն ամբողջը դիտում են, ասում են, այ լրագրող, դու դե կանգնած ես, ոնց դու կարող էիր անտարբեր վերաբերվում, ես քեզ չեմ վստահում։ Այսինքն այդ վտանգն էլ այդ ռիսկներ կա եւ դա նույնպես կարող է ազդել լրագրողի ընտրության որոշման վրա։ Եվ ցանկացած այդպիսի իրավիճակում լրագրողը պետք է գիտակցի, որ ինքը չի կարող միաժամանակ լինել պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ներկայացուցիչ, որը կատարում է այնտեղ կոնկրետ պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեություն եւ դրսեւորել իրեն որպես ազատ քաղաքացի, որը այս պահին ինչ որ ռեակցիաներ ունի։ Միաժամանակ դա հնարավոր չէ։ Դու պետք է կամ մեկը անես, կամ մյուսը, եւ ցանկալի է իհարկե, որպեսզի լրատվամիջոցները փորձեին իրենց աշխատանքային հարաբերություններում լրագրողի հետ այդ հարցերին ուշադրություն դարձնեն եւ համապատասխան պարտավորություններ երկուստեք մշակեն։ Հնարավորություն տալիս եմ ես լրագրողին այդպիսի ակցիաներին մասնակցել, թե ոչ։ Դա կարող է նույնիսկ աշխատանքային պայմանագրում նշված լինի կամ ներքին էթիկայի վարքագծում եւ բնականաբար մենք միշտ կոչ ենք անում այդ հարաբերությունները հնարավորինս հստակեցնել։ Եվ այստեղից հետո, եթե համենայնդեպս այդպիսի պարտավորություն լրագրողը իր արժեվ վերցնում է, որ ինքը չպետք է մասնակցի որևէ քաղաքացիական կամ քաղաքական ակցիաներին, դա իր որոշումն է արդեն։ Ինքը ռիսկի դիմում է կորցնել իր աշխատանքային տեղը, թե չի դնում, բայց պիտի հասկանա, որ այդ ռիսկը միշտ կա եւ ասենք այդ սկզբունքի մասին խոսելով նաեւ շատ պարզ մոտեցում կա Facebook-ում գրառումների վերաբերյալ, եթե գործատուն այդպիսի պայման առաջադրել է եւ լրագրողը համաձայնվել է, ուրեմն ինքը նույնիսկ աշխատանքային ոչ աշխատանքային պահերին իրավունք չունի, դա կանոն է իրենց աշխատանքային հարաբերություններում։ Այո, Դուլյանի գործի նման, չնայած այնտեղ հստակ այդպիսի պարտավորություն չկար։ Իսկ եթե չկար, լրատվամիջոցը ոչ մի իրավական իրավունք չունի լրագրողին աշխատանքից ազատելու։ Ինչպես Կիմա Եղիազարյանի դեպքում դա չկար հայոց աշխարհից, բայց փաստորեն
նու բանավորը եթե չի աշխատում, ուրեմն պիտի գրավոր օգտագործես, հա, եթե դու համոզված ես, որ բանավորը աշխատում է։ Եվ բանավոր պայմանավորվածություն եղել է։ Մեկ կարող է ասել բանավոր խոսել։ Այո։ Մյուսը ասում Այսինքն դու եթե դրա բանավորի վրա ես գնում, դու պետք է համոզված լինես, որ դա աշխատող տարբերակ է։ Հաջորդ սկզբունքը, որ ինձ թվում է միշտ պետք է հաշվի առնել, որ եթե համենայնդեպս դու քո լրատվամիջոցի կողմից չարտոնված եւ մի գործողություն ես անում, որ մասնակցում ես քաղաքացիական ակցիայից, ներկայացնում ես քո քաղաքական դիրքորոշումը, ցանկալի չի, որ դա դու այդ նույն իրադարձության մասին, այն դեպքի մասին նաև գրես, լուսաբանես այն։ Դու պետք է, այսինքն այստեղ էլ հստակ ընտրություն կատարես։ Եվ նույնիսկ այս ընտրության իրավունքը օգտագործելիս պետք է հաշվի առնել, որ դրան կարելի է գնալ զուտ լրագրողական մասնագիտության ընդհանրապես պաշտպանության համար միայն ծայրահեղ դեպքերում կարելի է գնալ, այսինքն եթե դու հասկանում ես, որ եթե ոչ դու, ապա էլ ոչ մեկ դա չի կարող անել, դա էլ Գեղամի կողմից շատ ճիշտ առաջարկած սկզբունք էր, որ եթե չկան երրորդ անձինք, որոնք կարող են այդ հանրության, չգիտեմ, որդովմունքը, հա, ձայնը հասցնել տվյալ իրավիճակում, միայն այն դեպքում լրագրողը կարող է ընտրել քաղաքացիական իր դիրքորոշումը ի վնաս լրագրողի պարտականությունների կատարման։ Եվ երբ ինքը հասկանում է նաև, դա մի հանգամանք է, որը նույնպես շարունակություն է նախորդի, որ եթե դու զգում ես, որ քո այդ քաղաքացիական ակցիային մասնակցությունը հանրության համար շատ ավելի կարևոր է, քան քո կողմից լուսաբանումը, ասենք այնպիսի իրավիճակներում, եթե փաստերի մասին է խոսքը, եւ նույն այդ փաստերը հասանելի են դառնում հանրությանը, քո կրկնելուց ոչ մի բան չի փոխվում եւ դու ավելացնելու բան չունես, այստեղ հետաքրքիր էր գնելի դիտարկումը։ Իրենց լրագրողը գտել էր ձևը անմիջապես, ինչպես ինքը կարող է ավելի միգուցե կարևոր բան անել, քան կանգնել այդ 4-ի կողքը, որտեղ 4-ը եթե դառնային 5, դրանից շատ բան չէր փոխվում, բայց այն, որ ինքը հասկացավ, որ ինքը պիտի այդ մարդկանց խոսացնի եւ ոչ միայն իրավիճակը ընդհանուր խորհրդանու ներկայացնի, այլ նաեւ ակցիայի իմաստը։ Եվ եթե ինքը մասնակցեր, այլևս իր այդ խոսակցությունը, հարցազրույցը այդ լրագրողների հետ ոչ մի բան չէր տալու եւ վստահություն չէր առաջացնելու։ Իրոք կարևոր է հասկանալ, որ քաղաքացիական ակցիային մասնակցությունը ավելի կարևոր է, քան լուսաբանումը։ Եվ եւս մեկ կարևոր բան իմ կարծիքով, որ լրատվամիջոցը ոչ միայն ինքը լրագրող, այլ լրատվամիջոցը պիտի բացառի, որ քաղաքացիական ակցիային մասնակցած լրագրողը լուսաբանի իրադարձությունը եւ ցանկալի է, որ եթե իր լրագրողը ակցիային մասնակցել է, ինքը տա դրան լրատվամիջոցը մեկնաբանություն, որպեսզի հասկանալի լինի այդ լրատվամիջոցը ինչպես է վերաբերում։ Մեզ մոտ դա բացարձակապես համարյա չեղավ, համարյա ոչ մի լրատվամիջոց, ում լրագրողները մասնակցում են ակցիային, մեկնաբանություն չտվեց, պաշտպանում են, չեն պաշտպանում, ունեն պարտավորություններ իրար նկատմամբ, չունեն, եւ դրա համար հասարակությունը լրագրողի առանձնահատկությունը, լրագրողի մասնագիտության առանձնահատկությունը այդպիսի իրավիճակներում երևի չկարողացավ մինչև վերջ ընկալել։ Ես այդպես կամփոփեի մեր զրույցը, եթե ավելացնելու բան կա։ Շատ շնորհակալություն։ Մենք նույն կարգի, ուրեմն մենք դա կոչվում ենք ակվարիում, հա, մեր դիտորդ մարմինը գտնվում է ակվարիումում եւ փաստորեն հասարակությունը հնարավորություն է ունենում մեզ հետևել որպես ձկների այդ ակվարիում։ Այո, այդ կարգի հաջորդ մեր ուրեմն հանդիպումը լինելու է վաղը ամսի 23-ին, նորից ինտերնետով ուղիղ հեռարձակումը կլինի ժամը 4-ից։ Շնորհակալություն։